Ararat Bank, ուղղությունն ընտրում ես դու Mastercard World Travel Card-ով։ Ձենֆիրայ ֆանատներին բերել ես ասում։ Ասում ես խնդրեցրեք մեզ։ Խնդրեցրեք մեզ։ Զենքերով իջան մեր հետևից, այսինքն իջեք, շարվեք, այսինքն կանգնել ենք բոլորս 5 հոգի ենք։ Ոչինչ նորմալ է, բոլորիս հետ էլ պատահում է, մի տխրի։ Ոստի չէ, բայց կարում երկեմ ձեր համար։ Մոտավորապես սենթերի երկելու էլի։ Դու չգիտեիր։ Չէ։ Այդ շիրինը գայս ասում է, ժոստովից Մտերիշեք։ Ասում եմ կաղա, ես մյուս տարի գնամ Եվրատեսիլ նորից մի քիչ տենց պետք է։ Վաու։ Դու շեներ քնում ես հանգիստ։ շատ։ Վերջապես հենց այնպեսի տաղավարում Yellow Heart-ն է Լիլին եւ Ռոզալինը, մարդիկ, որոնց ես սպասել եմ վերջին 2 ամիսը, քանի դեռ նրանք Հայաստանում են։ Կներես։ Չէ, ներել եմ, որ եկել եք։ Դու գիտես։ Հատուկ բաներ ես պատրաստել, նույնիսկ պատիժ։ Դարան։ Անգամ եթե հաղթեք բոլոր խաղերը, դուք պատժվելու եք, որ 2 անգամ չի ստացվել մեր նկարը։ Լավի մեղքով։ Եկեք ես 2 անգամ պատժվեմ։ Ուրեմն Ռոզային 2 անգամ կպաշենք քեզ։ Всё, կարանք էլ չխաղանք խաղերը։ Երկուսն է պատժվում են ու մեզ զանգում։ Բայց կարես դες հաղորդում անես, պրոստը պատժվում են եկել են զուտ։ Հա, վերջին հաղորդումները հիմնականում տես։ Սև հակած։ Բոլորը հաղթում են, բայց բոլորը պատժվում են, որ հետաքրքիր անցնի, ոնց եք։ Տենց բան կա, հա, բոլոր պատժվում են։ Ես հույս ունի, ես մտածում եմ, ասում եմ Ռոժան, 9-ից բան կան, ես կգուշակես կոնե։ Ես հարցերն եմ պարապել դաժե։ Ես նայում եմ, շատ եմ սիրում։ Գիտեմ։ Պարապել եմ։ Ես Ամեն ինչ։ ոչ մի բան չեմ պարապել, արդեն ափսոս։ Շատ լավ է, որովհետև ձեզ համար նոր խաղերել եմ հորիներ, բայց սկսելու ենք մեր այսօրվա հաղորդումը իհարկե հենց այնպես պատմություններով։ Ձեր ընկերության մասին եկեք սկսենք խոսել, պատմել, որովհետև ես գիտեմ, ունեմ հավաստի աղբյուր, որտեղից օգտվում եմ, ով ինձ ասել է, որ ձեր ընկերությունը բաժանված է մի քանի ERA-ի։ Դեղին վարդագույն կանաչ։ Հորինում եմ։ Այդ իմ կարիերան է։ Լիլի կյանքն է։ Չէ, ձեր ընկերությունը շատ ավելի շուտ էր սկսել, քան վերջին երգը վարդագույնը, որի դեպ գնացեք լսեք, շատ թույն դուետ է։ Արդեն դուրս արեք։ Արդեն դուք պետք է խոսաք, երեխեք արդեն 4 անգամ եմ դες խոսք տալի։ Ասա մենք ոնց ենք ծանոթացել։ Ոնց ենք մենք ծանոթացել։ Իսկ մենք կներես, ես ուրիշ ձև եմ հիշում, ինքը ուրիշ ձև է հիշում։ Ես մտածում եմ, որ մենք ծանոթացել ենք անկեղծ եմ ասում, ես վատ մարդ չեմ ուզում լինեմ, բայց ես քեզ չեմ մոռացել, բայց ես չէի ֆիքսել, որ մենք Ամերիկայից առաջ այդքան բան ունենք իրար հետ ապրած, բայց իմ մոտ պրոստը այդքան ջնջվել գնացել էր։ Դու ինձ որպես նոր մարդ ես մոտեցել, հա։ Չէ, նոր մարդ չէ, ես պրոստը տենց մտածում եմ, որ դե մենք կապ ունեինք ինչ որ սենց Բայց մեր առաջի տենց շփումը ես ֆիքսել եմ իմ մոտ, որ եկել էր իմ տուն, տենց երգ էինք լսում բանը։ Արդեն Միացյալ Նահանգներում վերջին տարիներին։ Բայց մենք արիուտես։ Տարիուկես արի։ Բայց արիուտես ինչ հայեղացյալում։ Ես իրեն ավելի շուտ եմ անկեղծ ասած ճանաչել, ինքը չգիտեմ ինչ։ Ես քեզ գիտեմ 19 թվից։ Մի ծրագրի շրջանակներում ենք ծանոթացել, իրար հետ ձայնագրվել ենք ռոզ, նվագել ենք դրսում նույնիսկ, տենց բաներ ենք արել։ Երգ ենք գրել։ Դրսի նվագները մեզ շատ հետաքրքիր են։ Իրականում շատ չի եղել, եղել եմ երևի 2 անգամ։ Մի անգամ ենք արել ինձ թվում է։ Ինչքանով որ ես եմ հիշում, մի անգամ ենք արել, որովհետև ոնց որ ծրագրի օրերից մեկը վերջացել էր, հա։ Մենք գումար չունեինք գնալ պատմում եք։ Հա, պատմում եք։ Դե ոչ բոլոր մանրամասները։ Ոչմ նենց ստացվեց, որ մենք ուզում էինք գնանք ինչ որ չգիտեմ կասկադում էինք ուզում նստեինք թե որտեղ փող չունեինք, բայց ունեինք մի քանի գիտար, կանոն, բան երկող երեխաներ։ Ես մի կես ժամ նվագեցինք Հյուսիսայինում։ Նվագախմբի աղջիկները։ Հավաքվեց մոտավոր 30,000 դրամ, այդ հիշում եմ։ Կես ժամ։ Կես ժամ։ Իդեպ այն ժամանակ է տողագին գումարը։ Այդ հա։ Մենք մեզ լավ էինք զգում։ Շատ բարդ էինք։ Պատմության բանը որն է, որ մենք ոնց որ կար մեծերի խումբ, կար փոքրերի խումբ, այդ մեծերի խումբը նստած էր այդ որտեղ որ ուզում էինք գնանք,
Մենք ուզում ենք նենց անենք, որ մենք մեր ուժերով գնանք իրանց կողքը նստենք ու տենց նվագեցինք, հավաքեցինք այդ գումարը, գնացինք սենց շատ սենց բանով էլի, այն որ սենց եկանք, սենց դրեցինք, նստեցինք։ Մենք էլ ունենք։ Մենք էլ կարանք։ Բայց իրականում վերջում իրանք հաշիվ փակեցին ու դա ավելի մեծ հաղթանակ էր, ես ուզ ասեմ։ Որ իրան կարող, որ իրան փակեց։ Չէ, իրենք են փակ։ Բա ինչ արեցիք այդ 30,000 դրամը։ Ինչ եք արել մենք այդ։ Ուրա։ Չէ, ինչ եք արել։ Սկանդալ է հասուն դառնում։ Ես չգիտեմ։ Ինչ Ինչ ես կրվածնում ես։ Չէ, Չէ, մենք արդեն չենք ճանաչում, հասկանում ես։ Վայ Լիլի, ես քեզ $50 եմ պարտք։ Ես Լիլին պարտք եմ $50։ Գազ չունեմ մոտոս հիմա Ես ջիոտ անգամ այս տեքստ ասում եմ, թե շաբաթվա մեջ։ Ոչինչ, Ես տարի ես կես տարյա Լիլին պետք է Ինչ այդ էր եղել։ գումարը տամ։ Ինչ էր Լիլին քեզ $50։ Կարող ենք Տելա։ Ուզում ամեն ինչ իմանալ։ Եղեք նենց բարդ հայլում կյանքը։ լավ սկսի ինչ ունես պատմելու ինձ։ Մենք ճիշտ հակառակն եք լսել։ Դե ես սկսեմ։ Իմ դոլար ֆնդալու պատմությունները իմ կլիպերի հետ են կապված հիմնականում։ Ինչ եղել է իմ հետ այս կյանքում, եղել է, որ ես տեսահոլովակ եմ նկարել։ Տեսահոլովակների նկարահանման ժամանակ։ Այո, կլիպերին ժամանակ։ Սկսեցինք առաջին տեսահոլովակ։ Կյանքիս առաջին տեսահոլովակն է, տենց մի, առաջինը չի, բայց տենց լուրջ որպես այդպեսին առաջինն է, Սարածը։ Այս թեթև եմ շատ պատմել, շատ մանրամասն չեմ պատմել։ Ես գնացել եմ Ամերիկա սովորելու, ուսանող եմ, հանդիպել եմ մի հատ տղայի, ով ռեժիսոր է, Սերգեյին իմ լավ ընկեր, որոշել ենք կլիպ նկարենք, որտեղ Սեկոյայում, Սեկոյա ազգային նշում եմ պարկում։ Ինք չասես նոշնով։ Եթե ինչ, սենց ասեմ, այդ Լոս Անջելեսից գտնվում էր երևի 4.5 ժամ հեռու, մի խոսքով ահագին հեռու էր, ու երբ որ 3.5 ժամ հեռու էր, 3 ժամ էլ բարձրանում էր այդ Ոտքով։ Չէ, մեքենայով, բայց այսպես ճանապարհ է ու մի հատ։ Մենք տենց ոչ ջուր ունենք, ոչ ուտելիք ունենք, ոչ քարտեզ ունենք, ոչ կապ ունենք, ոչ մի բան չունենք։ Ախենավա։ Բայց դուր եք գնացել, որ ոչ մի բան չունենք։ Վերցրել ենք տուն, ոնց որ չէին գնացել էլ տուն, ուզում ենք գնանք, հասկանանք որտեղ ենք նկարելու այդ տեսահոլովակը, մի հատ նայենք, առավոտյան ենք նկարելու, էլի։ Այդ ոնց որ առաջի երեկոն էր, որ գնում ենք։ Հիմա ասենց արդեն 3-րդ ժամն է մենք բարձրանում ենք այդ սարը, չգիտեմ, բոլորանները ասենց ասած։ Դիլիջանի բոլորաններ։ Ահավոր էր, ավելի վատ ասենց։ Ես իրոք վախեցել էի։ Արդեն մտցնեց, մի կերպ հետ ենք հասել, հիմա առավոտվա 7-ն, այդ չէր խնդալու պատմությունը, այդ ինտրոն էր մեր անպատասխանատվության։ Առավոտյան 7-ն է ժամը, Սառնամանիք է, տեսել ես այդ կլիպը իմ Սառած։ Եվ որ սենց շղթաներով մեքենա եմ սենց։ Հա, շոթ։ Առավոտյան 7-ը ես հագել եմ մի հատ բարակ սառոճկա, իմ վրա հաստ, եթե կադր ուղարկեմ, եթե կարողանաս դնես, հաստ շղթա է ծանր, կապտուկներով եմ ես այդ օրը գնացել հետ։ Ու որ պատկերացնես այդ ու մեքենան էլ իրոք ինքն էր էլի այդ։ Հա, մեքենան իրոք ես էի քաշում, որ պատկերացնես այդ պարկը։ Չէ։ Թող սա մնա գախնիկ։ Ահա։ Չէ, ես չէի քաշում։ Լավ, ուրեմն կմնա գախնիկ։ Այդ պարկում մի հատ ճանապարհ է, ընդամենը։ Մի հատ միակողմանի, հա։ Միակողմանի չէ, բայց ոնց որ մի գիծ է ամեն մեկը։ Մենք այդ ամբողջ ճանապարհը փակել ենք։ Միայն բարձանում են, չեն իջնում։ Իջնելը գծվել եմ։ Մենք հերիք չէ այդ սաղ ճանապարհը փակել ենք։ Ոնց որ ես այդտեղ sense նկարվում եմ ծանր ինչ որ sense բան եմ անում։ Ձախում օպերատորն է, երկու գիծը փակել ենք։ Ռեժիսորս որոշեց բոմբ այն բաներից են։ Ինչ է այդ ծուխ։ Գունավոր, սև էր ինքն էլ որոշել։ Սև ծուխ, այն բոմբիչկաներից, որ պայթացնում ես, որ ծուխ լինի։ Մենք գտնվում ենք ազգային պարկում, Ամերիկայում։ Որտեղ նկարահանման համար Մենք հիշի բոլոր հոդվածները, այո, մենք ոչ մի բան չունենք, պրոստը գնացել ենք։ Նշեմ էլի, որ LA-ում շատ ծանր են տանում այդ յուրաքանչյուր ծուխ բան, որտեղ շատ են լինում հրդեհները, ես վերջերս ոչե նորմալ է, ես պատկերացնում եմ ռեակցիան մարդկանց։ Դու չգիտես վերջը ինչ ա եղել ախր ամենավոր է դա։ Մի խոսքով դες նկարում ենք, անցավ մի հատ ավտո, այսպես նայեց, այն որ կողք, այսպես երկար նայեց, այսինքն ոնց որ հեսա մի բան լինելու է, բայց դե բնականաբար ջահել, այսինքն, ինչ պիտի լինի, որ անցավ 40 րոպե մենք դեռ նկարում ենք, ու ելի եմ ասում, այդ պատկերը, երբ որ պրոստը ինչ որ մեկը քշում է, ոնց որ ինձ ինչ որ բան անելուց լինեին այդ ժամանակ, չէ, կամերան չէր երևում, ծառերի մեջ էր, ես ուղակի այդ ավտոն սենց քաշում էի այդ շղթաներով։ Մեջն էլ տղա նստած։ Ու չի երևում, որ մենք նկարահանում ենք անում, էլի։ Դες նստած ենք մեր համար այդ ավտոյի մեջ։ Ու Ամերիկայում ինչ ասես կմտածես։ Կադրեր ենք նայում բանման, մեկ էլ հետևներիցս երկու հատ
մեքենա գալիս մի գալկաներով։ Մենք գտնվում ենք ազգային պարկում։ Աչքաշե կանգնեք։ Ասին իջեք մեքենայից։ Ու գիտես ընդեղի ոստիցնց այսենց զենքերով, ես կլիպ էի նկարում այդ ուղղակի։ Զենքերով իջան մեր հետևից, այսին իջեք, շարվեք, այսենց կանգնել ենք բոլորս 5 հոգի ենք։ Շոտ հետո Իմ կյանքի առաջի կլիպն է եթե ինչ։ Արդեն կինո է, էլի։ Ցած կանգնել ենք։ Դե ես вообще նոր եմ Ամերիկայում, մեկը ամերիկացի է հետներս, մյուսը ռեժիսորս է, որ երկար տարիներ այնտեղ ապրել, բայց դու ամեն դեպքում մի տեսակ ենք եղել էլի, որ տենց երկու ավտո ոստիկան Park Ranger ավելի ճիշտ ընդեղի այդ հսկիչներն են եկել զենքերով։ Ինչ եք անում ստեղ, բան տեսան շղթա, տեսան ինչ որ ծուխ, տենց բագաժնիկն են բացել, զենք են ման գալիս, բան, այն որ սենց ասում եմ, կլիպ ենք նկարում։ Անկեղծ ասած ու կողքից ասում են, ասա ուսանող, այս դպրոցի պրոյեկտ է, բան։ Հիմա ասես ջղային ձայձա եկել է։ Խոսում է հետս, ես էլ դե տափակ եմ անկեղծ ասած այդ բայրին դառնում։ Ջղային ամերիկացի ոստիկան է, ասում է ինչ եք անում, ասում եմ ուսանող եմ, երգում եմ, սիոնական տեսոլովակ ենք նկարում բան, permit ունեք, ասի չէ, բայց կարում երգեմ ձեր համար։ Այդտեղ ես արդեն ինձ տարանը տեղից անկեղծ ասած, պատմությունը ավարտվեց նրանով, որ մեզ ասեցին հենց հիմա գնացեք կամ ձեզ բոլորիդ հավաքում ենք տանենք։ Արդյունքում տուգանեցին ռեժիսորից, մի տարի ինքը գնաց դատի դրա պատճառով։ Ես ասում սերգը դատվել է մի տարի։ Այ, չի կարա այն ամերիկացու վրա գցի։ Չէ, ինքն էր, իր մեքենան էր։ Ինքը մի տարի այդ մի տարի ինքը դատի մեջ ա եղել։ Այդ տեսոլովակի։ Բայց ամեն ինչ նորմալ ավարտվեց։ Դու գնացիք տուն, տեսահոլովակները YouTube-ում։ Մենք գնացինք տուն գնալու ճանապարհին ես մի պահ իմ աչքերը փակեցի, որ քնեմ։ Դիմասն էի նստած, արդեն գիշերվա 4-ն է, մենք հետ ենք գալիս այդ ամեն ինչից հետո։ Ման 3 վայրկյան աչքերս փակել եմ ինձ թվում է, կամ լավ 3 րոպե, բացել եմ նորից ոստիկանի մի գալկաներից։ Հիմա ինչ էի կարել։ Այս անգամ արագ էինք քշում, այդտեղ էլ $400 տուգանեցին եւ մենք հանգիստ գնացինք տուն։ Ինչքան նստես տեսահոլովակը, այդ ամեն ինչով հանդիպ։ Նկարահանումը անվճար էր, տուգանքները։ Երևի մի 2000 չափ երևի, այդքան տուգանվել ենք։ Բայց ես իսկույն տխուր պատմություններ ավելի Չէ, շատ հետաքրքիր, որովհետև այդ պարեկներին, հա, մենք պարեկ ենք ասում ամեն դեպքում։ Միայն ֆիլմերում ենք տեսնում։ Հետաքրքիր է։ Դու հասկանում ես, ինձ ասում են, բան, իջի ձեռքդ բարձրացրու, դեռ կլիպ եմ նկարում։ Ու լիլին ցես մադը։ Դες համար երկեմ այդ ամնարդանուն։ Եվ ես ընդհանրապես առաջինն եմ, նույնից մի քանի անգամ հերթով։ Քո մեքենայից ինչ որ տենց դու ոնց որ պետք է այդ բարոյական իրավունքդ վերցնեն քեզնից ինձ թվում է, որովհետև ինքը միշտ ինչ որ մեքենայի հետ կապված խնդիրներ ա ունենում։ Էլ ինչ է եղել, պատմեք։ Որ parking-ից դուրս գալուց ուղակի տենց կանգնած տեղը ինքը իր մեքենան եսին ոնց խփեց մնացեց։ Տենց կեսը չկա։ Ոնց։ Մեքենաս 2 ամիս անջ վերցրել էի, անկեղծ ասած ես նորմալ վարորդ եմ, անկեղծ եմ ասում։ Այդ կարծիք ունես միայն դու։ Ես եւ մաման չէ, որ ասում եմ, ես մաման։ Չէ, նորմալ վարորդ եմ, բայց 2 ամիս հետո ինքը նորմալ վարորդ է, պրոստը միշտ սերգն ա քշում իր մեքենան, չգիտես խի։ Մենք միշտ լիլի մեքենայով ենք, բայց ինքը չի քշում։ Բայց ինքը չի քշում։ Ինչ շնորհակալ են մարդիկ, չէ՞, այս Դարուման ջան, ես կարամ յուրին փոխեմ այս բանը։ Ուղեկել ինձ ես պատմությունը չունեմ։ Լավ, պատմի, ինչ Լավ, պատմություն ինչ ես հիշել։ Քո հետ կապած պատմեմ էլի։ Մի քանի բան կա երևի։ Կարանք Էդոյի ծնունդը պատմենք։ Չէ էլի։ Առաջինը խնդրում եմ, Լավ, արի ես պատմեմ։ Ես նենց փորձեմ պատմեմ, որ ոչ մարդիկ հիասթափանիցնից, ոչ էլ տնեցիքս։ Մեր ընդհանուր ընկերոջ ծնունդն է, բայց այն ժամանակ տենց Էդոյի ծնունդն է, ու ես այդ ժամանակ տենց շատ լավ չէի ճանաչում իրաց, բայց դե LA-ում եմ, բան ասում եմ լավ, տենց շրջապատ բան ձեռք բերել է պետք ամեն դեպքում եւ այլն, տնից դուրս գալ։ Ինձ հրավիրում են Էդոյի ծնունդին։ Գնում եմ տենց ես տենց մենակով նստած, բան, ես էլ տենց շատ պարանոիկ եմ, մանավանդ երբ որ գիտեմ, որ տենց շատ հայեր են լինելու ու կարան նաև ինձ, չգիտեմ, մի երկու հոգի ճանաչեն, բան, ես տենց պոպուշ տենց խելոք համեստ պահում եմ, բայց մենք ինչ որ տենց ինչ է, ակումբ է, բան, տենց փակել են այդ սաղ ակումբը ու բոլորը տենց ջահել բան, ինչ որ տենց ինձ անծանոթ հայ երեխեք են։ Ես դες նստած եմ, խելոք իմ կողքը գալիս է, նստում է
իմ պես մեկը, որը էլի տենց մենակ եկել է, ոչ մեկին չի ճանաչում, մենակ Էդոին է ճանաչում։ Խմում էր էլի աչի վրա մենակ։ Տենց ասում եմ, լավ, դե արի իրար հետ նստենք։ Ես տենց էլ չհասկացա ինքին ճանաչում էր, չէ՞ ճանաչում, բայց շուտ շատ ուրախ էր, որ մենք իրար հետ շփվում էինք այդ պահին։ Ու ես հենց նստած եմ, ես տենում եմ, որ ոնց որ իրանք էլ են 25, ես էլ եմ 25, բայց ես ոնց որ նստած եմ, իրանք ապարում են։ Տենց սկսում եմ ինձ մի քիչ վատ եմ զգում, ասում եմ, լավ, դե տենց մի քիչ հավեսով բանման, ասում եմ, լավ, երբ պետքա գնալ գինի վերցնել ամեն դեպքում։ Գինի եմ վերցնում բան, ու համ ինձ եմ վերցնում, համ այս աղջկան եմ հյուրասիրում, էլի ասում եմ, դե դավա, տենց ինքը ես ոնց որ զգում եմ, որ ինքս ինձ շատ քաշված է, բայց հայ աղջկա։ Հա։ Վերջ մեզ միանում է Լիլին, վերջապես բան, տենց մենք 1 2 3 Սպասի։ Չէ, դու կա այրը տեղ։ Ես եկել եմ հենց այդ պահին, երբ որ կատարվել է դեպքը։ Ես ասեմ, որ ես մեղավոր չէի այն ամենը, ինչ որ կատարվել է, ես փորձում էի փրկել իրավիճակը, հա։ Ես ոնց որ մի բաժակ, 2 բաժակ խմեցի, ու սենց մի պահ ոնց որ լքեցի այդ սեղանը, սկսեցի ոչ եմ ապարել բանման, Էդոն եկավ, շնորհավոր, եւ այլն բան։ Դուք բոլորդ իմ ընկերներն եք։ Այ ես հենց արդեն աբա են միացնում, Ռոզան պարում է, բան, всё չկա, էլ չեմ մտածում ով կա, չկա, ով գիտի, ով է ճանաչում, չի ճանաչում։ ճանաչում։ Այդ պահը ես պատմեմ, խնդրում եմ։ Ես այդ շատ պատկերավոր եմ հիշում, մեր այդ հոբելյարը այսպես ասած մոտիկացավ, դե հոբելյարն է բնականաբար ամենաուրախ ինքն է այդ օրը։ Մոտիկացավ, ասաց մի հատ այնտեղ լավ չի, ինչ որ մեկը գնացեք ու գնաց։ Ես էլ դե մամա եմ անկեղծ այդ բայրեն դառնում, ես նայեցի, զգում եմ, չեմ հիշում դու արդեն այնտեղ էիր թե չէ, բայց մենք բոլորս գնացինք դեպի այդ սեղան ու հասկացանք, որ իրոք այդ աղջիկը լավ չի զգում, երևի։ Չէ, ես բայց բացատրեմ էլի ամեն դեպքում, որ ինձ չասեն, որ ես եմ մեղավորը Չէ, ինքը առաջին ես անգամ լքեցի այդ սեղանը ու ես ինքը նորմալ էր։ Ես ոնց որ հետ եկա ու ես հասկացա, որ բացի գինուց ինչ որ տարբեր բաժակներ եմ տեսնում, ես էլ պրոստը գինի եմ իրան տվել, ասենք։ Մի 2 բաժակ, շոթի բաժակով գինի եմ վերել, որ ցենց ինքը չնեղվի էլի, մենակ չզգա իրան։ Ցենց հետ եկավ, ես հասկացա, որ այդ աղջիկը ցենց մոտավորապես ցենց այդ դիվանին ցենց քնել է։ Ու ես ու Լիլին, այդտեղ սաղ թքած ունեն այդ մարդու վրա, ես ու Լիլին ցենց մայրական ինստինկտով մոտենում ենք այդ աղջկան, ասում ենք էլի նենց է թեթև տենց խմած, բայց մենք ամեն դեպքում։ Ես ինձ հաճելի էի զգում։ Այդքան ամեն դեպքում, ճապի մեջ հաճելի էր ամեն ինչ։ Ամեն դեպքում լավ էր, էլի պետք չէր։ Բարանյա չկար։ Որ վատ էր այդ աղջիկը։ Ես ես մոտենում եմ այս աղջկան, ասում եմ, անուն էլ չեմ հիշում։ Ասում եմ, արի դուրս գանք էլի, ասում եմ, քեզ պետք է մաքուր օդ շնչես բան եւ այլն, մամայիդ գրեի բան, ինչ որ մեկը քեզ գա տանի ոչ եմ։ Ասում օքեյ, տենց հազիվ ու ինքը գրկելով հազիվ սենց ես ու Լիլին այդ աղջկան սենց գրկած տարել ենք դուրս։ Ու սենց դուրս նայենք հիմա խնդրում եմ պատմիչ։ Հա, շարունակությունը։ Իրականում այս պատմության խնդալու մասը ամենավերջն է։ Մենք սենց դուրս ենք, այդ աղջիկը լավ չի զգում, ինչ որ բաներ է կատարվում եւ այլն։ Շատ բաներ է կատարվում, շատ բաներ է կատարվում։ Շատ կատարվում։ Էլի մարդիկ այն, մեր հետ էր Կարոն Արյումյան, մեր ես էի, դու ելով կար մեր հետ, էլի մեկը կար։ Սերգներ, Ռաֆոն, բոլորը կային։ Մի խոսքով, նենց բավականին նենց մարդիկ, որ քիչ շատից ճանաչված են, էլի։ Վերջապես գալիս է այդ աղջկա մաման, գիտես որ բային է հասնում։ Ինքը արդեն ջղայնացած է, դե բնականաբար որ այս ժամին ու այս բան որ վատ է զգացի, ես պետքա գամ վերցնեմ, սենց այն որ սենց ահավոր ահաբեկված իջնում է, այն պահին, երբ որ Ռոզալինը Yellow Heart-ու Կարոն Արյունը ջուր մեկի մեջքը տրորում այդ իր աղջիկն է, ասես նայում է դեմքներիս ու չի հասկանում։ Իրան թվում է ինքն էլ է խմած։ Ինքը այդ բան չի եկել, ինքը մեքեն այդ աղջկա մաման որ մեքենայից իջավ, մենք արդեն ոնց որ իրան օգնում ենք որ հետևի այդ դռնից իրան կոպիտ ասած ցեցինք ներս ու մենք իր մաման սենց եկավ այդ դռան մոտ ու այն պահին մենք դուրս եկանք եւ սենց երկուսով ես ու Լիլին սենց դուրս ենք նայում ու այդ աղջկա մաման սենց նայում է մի հատ նորմալ Լիլի ու մենք ասում ենք չէ ինքը մեղավոր ինքը լավ ազգացի ինքը լավ ժամանակ շատ չի խմել բան ման ու սենց այդ կինը նայում է մեզ Դրանք նկարվենք։ Աշե կապ ջուներ էլի ասես։ Շատ ինչ որ ուրախացավ մի բա, հետո էլի հիշեց ինչի այն գտել։ Ոսը նստեց գնաց։ Ու իրանք իրենց խնդում էին, որտեվ սենց ինչ որ անիմաց Yellow Heart-ն Ռոզալին ասում են նորմալ է ամեն ինչ լավ է անցել, էլի նորմալ է, մի մտածեք, ձեր աղջիկը հեսա ու մենք է որ։ Շատ լավ։ Մեր գլխում ավելի խնդալու էր Ռոզ։ Իրականության մեջ ավելի խնդալու էր այդ բանը։ Պրոստը չենք պետք է ուղղակի տենալ, որ ես սենց
չոքած, դուսը ինչ որ վատ թաղամ ասում, աղջկա, մեջքից վատ թաղը ես բանես, ինչ-որ սենց հակնված, ոչինչ նորմալ է, բոլորիս հետ էլ պատահում է, մի տխրի բա։ Բայց ես մաման լինե, իսկ ես չգիտեմ ինչ շոկ կապրեի էլի այդ պատկերից։ Ես կուրախանայի։ Ռոզալինը։ Գիտեք իմ աղջկա մեջ կողոտրու։ Կասել մալադեց, որ ես մարդկանց հետ ես խմում։ Այդտենց։ Ոայ, իմ կլիպերից մի հատ է բան պատմեմ, ես բնականաբար էլի կլիպի ժամանակ եղել, մի քանի ամիս առաջ ես վերջի ալբոմից կլիպներից ենք նկարում։ Գտնվում ենք Big Bear-ում, էլի շատ հեռու տեղ, էլի տենց ոլորաններով գնացել ենք։ Հոբի ունեմ էլի, ես տենց երգներ։ Հեշտ ճանապարհներ չես փնտրում գտնում։ Գիշերվա 10-ն երևի արդեն։ Այդ կադր ենք ուզում անենք, որ խարույկ կա, ես նստած եմ գիտար եմ նվագում երգում, չերես խարույկ նկարում ենք։ Գիշերվա 10-ն մենք գտնվում ենք ինչ-որ ընդհանուր Airbnb-ում, չգիտեմ։ Ախր գնացել ենք, տեսնում ենք, համ այդ խարույկի հարմարանքը կա, համ փայտ կա, համ այդ ամեն ինչը կա վառելու համար, ասենք լավ։ Վառեցինք, բան նկարում ենք, երբ մի 10 րոպե անց էլ մարշմելո ենք ուտում մեր համար, ինչ-որ sense process-ի մեջ ենք հավես։ Вообще մտքերս 14 տարեկան Լիլիի երազանքը կատարվեց։ Ամերիկան մարշմելո։ Բայց էլի ես ոչ մի բան չէի անում, հասկանու՞մ ես։ Մեկ էլ sense այդ մարշմելոն ուտելով ու զուգահեռ ոնց որ նկարում ենք, բայց ես նայում ենք կողք, մի հատ մեծ հրշեջ մեքենա է գալիս։ Իրանց պատկերացրել այդ fire truck իրանց մեծ, ամենամեծը, ուճուրը չէ։ Կարմիր լույսերով, ձենով գալիս է, հետևի բակ։ Այս այդ մարշմելոն sense ուտելով sense այն որ ֆռնում ենք, ասում ենք ստենաս խի է եկե։ Բայց լավ կադրը նկարի։ Հա, մոտորապես այդ բանը, տենաս խի է եկել, sense մտածում ենք ու շարունակում ենք մարշմելո ուտել։ Նայում ենք, որոզի ոչ միտեղ բաժար չի, մենակ մեր մոտ է ծուխ, բայց դե մենք խարույկ ենք անում, ինչ պիտի լինի։ Լուրջ եմ ասում 2 րոպե հետո այդ fire truck-ը պտտվեց, բարձվեց սխալ տեղ են գնացել, պտտվեց, եկավ մեր դիմացը քաշեց։ Այդ իջան էլի բաժարնիկները այս դիրքով, sense ջղային։ Ասին ինչ եք անում։ Ասենք Մարշմելո կուտում։ Կլիպ ենք նկարում զուգահեռ, բայց մարշմելո ենք ուտում։ Հիմա այս բացատրում են, որ իրավունք չունեք, դուք անտառում խարույկ վառելու բան, պաժարներ են ստեղ լինում, պիտի հանգցնեք բողոք հայկել եւ այլն։ Դες կողնած ենք են, որ բայց այնա որ մենք կադր էլ չունենք անելու։ Այս պաժարնիկները ստեղ խոսում են, ես ռեժիսորից ասում եմ, նկարի, որ բանը ու մենք այդ կադրերը ունենք, որ ես հենց Այո, մենք հիմա կազատ ենք տարածք։ նվագում եմ ու ստեղ բանը գորգռում են իրար վրա, հետո բնական որ հանգցրին իրանց մի հատ, այսինքն հանգցնեք, թե հանգցնենք։ Ոչի հանգցրեք, որ բերեցին այդ ջրով։ It is what it is. Կյանքս կաղա դուք եք ես վերջի այդ դեպքերի մեղավորը ամեն դեպքում։ Իսկ ես էլ կլիպ չնկարեմ պրոստը։ Ասի դիլիջանս, սունիկ, ասֆալտապատ տարածքներում էլի տենց նկարես։ Չէ, իմ մոտ տես բան ունեմ, ես ուզում գրեմ անտառ պաժար լինի, անտառ պաժար։ Ոյ, զգուշացեք։ Այո։ Ամերիկայում։ Մենք հանգիստ ենք։ Եվրոտեսիլից ինչ կհիշես։ Եվրոտեսիլից անկեղծ ասած ոչ մի բան չեմ հիշում։ Էդ էլ է ջնջել։ Տենց ես 2 տարի մեկ ֆորմատ եմ անում ուղեղս։ Չեմ հիշում։ Նոր iOS-ը ինչ ասում։ Ինչ է հիշում նոր iOS։ Եվրոտեսիլից այս բան չեմ հիշում, բայց Եվրոտեսիլի հետ կապված մարդու հետ կապված պատմություն հիշում եմ։ Լիլիթի Նավասարդյան տանն էի, Նավասարդյան Լիլիթի տանն էի։ Այո։ Դա հազամ էլի։ Հազար կյանքս։ Ուզում ես երկրորդ ձայն հազամ հետդ։ Ահա։ Մի հատ կան։ 1 2 3 Երկու հատ պետք է հազար հազար։ Հալավը 1 2 3 Okay։ Լիլիթի տանն եմ, վերջի անգամ որ եկել եմ նոր տարուն հունվարի 6-ն էր, ինչքան հիշում եմ, այդ օրը հենց թռնելու էի հետ LA ու ոնց որ թռիչքս 3-ին էր ժամը, Լիլիթին չէի տեսել, ասեցի Լիլի 10, ոչ մի գիշերվա 11-ն է բան, ասում եմ գամ մոտդ, մի քիչ նստենք բան կոֆե եւ այլն, ժամանակ սպանեմ, համ քեզ տեսնեմ, հետո գնամ թռիչքից հասնեմ։
Ոտա, էլի մեծ ասել գալիս եմ ձեր տուն ժամանակներ, չէ, մենք իրար հասկացանք, էլի տես։ Լիլիթը Նավասարդյանը շատ երգերի հեղինակն է, եվրատեսիլի եւ մանկական եվրատեսիլի ու նաեւ վոկալի ուսուցիչ, ասենք, որ Լիլիթը ինձ շատ երկար ամիսներ սովորեցնում էր Snap-ը երգել, այդ նույն երգը։ Մենք տենց լավ պատմություններ ունենք, բայց ես սա մոռացել եմ։ Այս ամենավերջի կատարված պատմությունը։ Լիլիթի տանն եմ, այդ ընթացքում ինչ որ էլի տենց եվրատեսիլի թեմաներն է, ինչ որ երգեր են ինձ ցույց տալիս, ասում են Ռոզ, այս երգի մասին ինչ ես մտածում, այս երգի մասին ինչ ես մտածում, ու տենց այս տարվա նախընտրականի ժամանակ իմ ընկերներից մեկը ինձ խնդրել էր, որ Ռոզ խնդրում եմ բեքեր գրվես։ Այսօր տենց ասում եմ դե օքեյ, բայց նենց անենք, որ ոչ մեկ չիմանա, բան ես որպես, в общем, ես քեշացրում եմ կգրվեմ, ես հակակրաս Սիմոնի համար։ Շատ ցենց ուղիղ հարց։ Չէ, սխալով չէ։ Սենց նստած ենք տանը։ Բայց գումես չկա պատմություն։ Չէ, լավ, դե չգիտեմ ինքը ուզի իմանա։ Չէ, պետք չի։ Նեն ստացեց, որ չստացվեց իմ բեքեր գրվել, ասեմ ինչի։ Լիլոյի տանը նստած ենք, ու սենց գալի, в общем, խոսում ենք, լսում եմ երգը, ասում եմ լավ, դավայ ես ոնց որ բեքերի մի track կգրվեմ ու արդեն ըստ իմ գրվածի ոնց որ կկառուցեք էլի բեկեր ասում եմ օքեյ հենց ինքը ուզում է ռեկ սխմի ես միկրոֆոնի դեմ այնց արդեն նստած պատասխան դու ես ձայնագրում չէ Նավասարդյանի տանը հա այդ պահին ես ինչ որ sense շատ նուրբ ձերքի շարժումով չգիտեմ ոնց հաջողում եմ Ժանիքս կոտրել ամբողջովին Դու չգիտեիր? Չէ։ Ես իմպլանտ ունեմ 25 տարեկանում։ Ձայնագրելու պահին, ո՞չ ես արել։ Մինչև սենց չեմ հասրել այդ շունչը քաշեմ, ատամս հայտնվում է ձեռքից մեջ ամբողջովին։ Սենց սև էր։ Ոչ մի բան, չես խփել։ Չգիտեմ, ո՞չ ես արել որ ընկել։ Սենց պրոստը ես սենց իրանց սկպա, ինքը ընկավ։ Երևի արդեն վերջի շունչի վրա չգիտեմ ինչ էր իր հետ կատարվում։ Ու չես զգացել է։ Ես զգացի այդ պահին ու Լիլոն ռեքը սխմել է, սպասում է որ ես երգեմ, ես չեմ երգում։ Սենց շշման նայում է ինձ, ես սկսում եմ ծիծաղալ, էլի շոկից, ես ոչ այտենց լացել բան չունեմ այդ պահին, ես սկսում եմ ծիծաղալ։ Լիլոն նայում է, ասում եմ, Լիլ, ես նենց ատամ է, որ ես չեմ կարա, էլի սենց թռնեմ։ Ու մենք գիշերվա 12-ն է արդեն, ես այդպես մի 25 րոպե բան ես դեռ ծիծաղում եմ շոկի մեջ երեխեքը գալիս են Լիլոյի բա տեսնեմ ատամը արիկը ատամը տեսնեմ ասեմ գրասե ավտոմատիկ են անում բան ինչքան ծանոթ ատամնա բույժ ունեինք զանգեցինք ու սենց շատ տարօրինակ էր էլի Լիլոն զանգում էր ասում էր ասենք չգիտեմ Լիլիթ ջան մեր Ռոզալինի ատամն է ջարդվել էսա թրիչքն է Կարակ, կարող կլինիկա լինի, բացենք։ Ասրեցի կանեք։ Որովհետև այդ իմպլանտ պետք է դրվի, որովհետև չկար ատամ։ Սենց ասում են, ինչ, մոտ Ռոզալին, ինչ ես խոսում Լիլ։ Ոչ մեկ լուրջ չէր ընդունում, էլի։ Ռոզալիա։ Գիշերվա 1-ն է, մենք ուզում ենք կլինիկա գտնենք եւ ատամնաբույժ, որ ինձ ինչ որ, չգիտեմ, հրաշքով ատամ կստեղծի, էլի, այդ դրան փոխարեն։ Ես տենց պանիկա, ես հասկանում եմ, որ իրավիճակը չի կարելի փրկել այս պահին մասկա եմ դնում գրում եմ аэропорт 16 ժամ տենց մասկայով տառապելով հասնում եմ տեղ բայց մինչև սամալյոտը նստելը զանգում եմ Մարիամին իմ կարելի ասել բանը guardian angel-ը ոնց է հայերեն պահապան հրեշտակն է ինքը ինչ լինում է ես զանգում եմ Մարիամին Ամերիկայեն է ես ուղղակի մեկ չհատես սկսում են գրել չէ ասում եմ մար լսի սենց բան ա եղել ինքն էլ չի լուրջ ընդունում որտեվ մեկն տենց զանգում եմ տենց մի քիչ խաղում եմ էլի ներվերի հետ ասում եմ չէ մար լուրջ եմ ասում եմ ես 3-ին հասնում եմ Դեռ հաշվարկում եմ որ մինչև բանը այդ պասպորտի այդ ստեմպը բանը սաղ անցնեմ, ասում եմ ժամը 5:30 կարաս ինձ այս կլինիկայում ժամ վերցնես, որովհետև ես չեմ կարա ապրեմ առանց այս դիմացի ադամից։ Կամ պիտի չժպտամ։ Հա, տենց հասատեղ 5:30 գնացինք ինձ շատ լավ փրկեցին իրավիճակը։ Այդ կոնգերոջը ասացիր որ չեմ կարա գրվեմ։
Էդ էր պատճառը, որ չգրվեցի։ Չեմ ու տենց ես գիտես, ես ինձնից վատ էի զգում, չէ, ես ինձնից վատ էի զգում, որովհետև նենց տպավորություն էր։ Չէ, նենց տպավորություն էր, որ ես նենց վատ տենց ստացվեց, որովհետև նենց տպավորություն էր, որ ես ձեռ եմ առնում իրան, էլի, որ ասում եմ, յանք կներես ատամս ջարդվեց, չեմ կարա գրվել, բայց իրոք ասենք նենց պանիկա սկսեց, որ չի կարա, պրոստը մոտավորապես սենթը երկելու էլի, պեչեր էլի տենց պեք վոկալ, Ой, դպրոցական արսիկ բան նշեցի։ Այդքան խնդար, ես вообще կապ չուներ իմ պատմությունից, բայց այստեղ հիշեցի։ Մի անգամ 5-րդ, 6-րդ դասն եմ ինչ եմ, հայոց լեզվի դասը, նենց բարձ եմ հիշում, դա իմ առաջին չխապելն է եղել դասատուին, էլի, ուրբաթ օր էր, մտածեցի Չխապել է։ շատ ես խապել։ Չէ, դե միշտ ասում ես օրինակ չեմ, ատամս ջարդվել է, բաց եմ, չեմ սովորել, բան։ Միշտ ինչ-որ բան ես, չէ, հորինում, որ չգիտեմ, ես ինչ բան եղել չեմ սովորել, դասը պատրաստ չեմ, չգիտեմ։ Հիշում եմ էլի ուրբաթ օրը, ասեցի լավ շաբաթ օրը կանեմ, շաբաթ օրը եկա, մտածեցի երեք բացել եմ արած կլինեմ, տենց չարեցի այդ դասը, գնացել եմ 2 շաբթի, բնականաբար ում են կանջում գրատախտակի մոտ ինձ։ Ու հիմա սենց վրցնում եմ էլի մեջս այդ պատմությունը։ Մտածում ինչ անեմ, խափեմ ուրիշ բան ասեմ, թե հենց այդպես ասեմ ոնց որ ես այդպես ասում ընկեր Հովանեսյան, անկեղծ ուրբաթ օրը բացեցի որ անեմ, ասի լավ շաբաթ կանեմ, շաբաթ օրն մտածեցի արել եմ, փակեցի, չեմ արել։ Ես մնաց ասում եմ ուրիշ սուտ չուներ հորինելու։ Չեմ կարող բացատրեմ որ Առաջին անգամ ճիշտն եմ ասում։ Առաջին անգամ ես չեմ Ու քեզ առաջին անգամ չեն հավատում։ Ահա որ է։ Այդ օրներ գրել շաբաթանը։ Հա, շաբաթ օր այդքան սպասված էլի։ Դա էլ պատմության դասի ժամանակ։ Ես իմ вообще տրավմաներով կիսվում եմ հիմա քո հետ էլի։ Պատմության ամբողջ տարի ես հայոց պատմության դասից առարկայից սովորել եմ մենակ մի հատ թեմա հայերի ներգաղթը։ Մենակ այդ եմ սովորել ամբողջ տարի։ Ես համոնասմա չդնես, կդնես, ես չեմ ամաչում։ Մենք ուղղակի մենք հարազատ եղբայր եւ քույր չենք։ Դեռս գոտ միակ Համլետն է առաքելան նաեւ տարածքում, շուտով կհրավիրենք այստեղ։ Շուտով միակ դասն էր, որ բան եմ արել, սովորել եմ։ Քննությանը չգիտեմ, ոնց բախտս վրեց ընկավ հենց այդ։ Իդեալական գրել եմ այդ դասը, ինձնից ուրիշը արտագրել էր այդ դասը, հետո վերջում դասատուն ասեց՝ Լիլի դու արտագրել ես, քեզ նշանակում եմ 6։ Լիլիթ։ Բայց ինչ Լիլիթ, հա, անունը։ Լիլիթ։ Ես ասեմ էլի, ես մինչև նկարանումը սկսելը ասացի, որ ես լացում էի շոկից, որ Լիլին ասաց, որ անունը Լիլիթ է։ Նա այստեղ մի հատ բան կա։ Չէ, ես տխրել է, ինչ է ես որ ինձ շատ շոկային ինֆորմացիա եմ ստանում։ Ես խնդրում եմ հուզվել, բայց տենց ոչ ուրախությունից, ոչ տենց շոկից ես խնդրում լաց լինել։ Որտեվ սենց ինչ-որ սենց շունչս գտնում եմ, չեմ շատ չափից մեծ էր, չափից ավելին էր ռեակցիա։ Անունը է, ասենք, ինչ խորացել է։ Դա բայց իրական շոկ են ենթարկվում։ Անձնագրով ինքը որովհետև այնքան Լիլիթ չի։ Նա պատմությունը սենց է եղել։ Հայրս ասել է Լիլիթ, մայրս ասել է Լիլի։ Իմ անձնագրով ես Լիլիթ եմ, բայց հաղթել է ով։ Մայրը։ Մայրս։ Բայց ես իրան նենց եմ սիրում, այս վերջերս ինչքան տենց ծանոթ մարդիկ ասում են աղջիկ ենք ունենալու ինչ տնենք անունը, ասում եմ Լիլի։ Նենց եմ սիրել այդ անունը։ Շատ սիրուն անուն։ Ուղղակի քեզ Լիլին ավելի է համապատասխան։ Ամեն դեպքում։ Էլ ինչ հանի նոթերը։ Մի հատ ես իմ հան եմ, Լիլին պատրաստված է եկել եւ քո եւ իր պատմությունները։ Շատ անպատրաստ եմ եկել Լիլի, բայց դու ոնց որ ասել ինձնից էլ պատմություններ ունես ագրած։ Մենք պրոստը այն օրը բան ենք արել։ Օ, բանը։ Տենց այդքան FaceTime Roza եմ գրել, ես ի՞նչ պատմությունը։ FaceTime Roza։ Taxi Snap։ Հա? Taxi Snap։ Այն օրը խմած պատմում էր, չգիտեմ հիմա կպատմես թե չէ։ Որ Մերսի Համլետ ջան։ Նոր հակալ եմ։ Մեզ պրոստը Համլետը հավաքել է, պատրաստել է, նախապես ստուգել է։ Ինքը տենց շատ կարճ պատմություն է, Լոս Անջելեսում ես շատ տենց երգի songwriting session, երգ գրելու սեսիաներ ունենում, այսպես ասա շատ վատ է հնչում։ Ու ես քանի որ չեմ վարում մեքենա Լիլիի պես, անպատասխանատու, ես որոշել եմ ամեն դեպքում տաքսիներից օգտվել, շատ ոչ խելամիտ որոշում է, բայց ամեն դեպքում մտածում եմ մարդկանց եւ իմ կյանքի մասին։ Ոչ խելամիտ, որովհետեւ շատ ավելի թանկ է, քան մեքենա վարելը։
Այս մի օր տաքսի մեջ եմ։ Կարա մեջը լսես։ Այ, չէ, բայց ես մի բան գիտեմ, որ չեմ որը։ Ես նաուշնիկով եմ միշտ, բայց լավ կքննարկենք ես հետո մանրամասն։ Լավ, օքեյ։ Նստած եմ մի 40 րոպե մոտավոր, տենց պետքա գնամ մինչև ստուդիա։ Ու ոնց որ մի ժամանակ ես կարող էի ինձ թույլ տալ Uber Black, այդ ոնց որ ստեղի բիզնեսն է, բայց այնտեղ ավելի sense բիզնեսն է։ Հա, շատ լավ ավտոմեքենաներ է։ Երբ որ չէ, ես երբ որ կարևոր մարդու ստուդիա էի գնում, ես տենց գնում եմ մի քիչ ձևերի մեջ։ Հա։ Ասում դե լավ ոնց որ։ Հա, լավ տպավորություն թողնող։ Ու Uber Black-ը Ամերիկայում հիմնականում հայեր են քշում։ Ոնց որ իրանք Uber սովորական Uber-ը հայ չես տենա, բայց երբ որ Black-ը, իրանք sense այդ մեծ suburban այդ տենց բանը տրակտորներով գալիս են, բան։ Բայց sense ու մեկ-մեկ եղել է էլի որ ճանաչել են, բան։ Բայց sense շատ կարճ է տվել, վայ Ռոզալին ջան դուք եք ասում, վայ շատ ալցլի է եւ Կարող ճիշտ են ասում անունդ։ Հա, Ռոզալինա ջան։ Ռոզալինա ջան։ Ռոզալինան եւ Լիլիթն են այդտեղ։ Դեռ ես նստած եմ, այս մարդը sense ինչ-որ մի մեծ ոգևորությամբ ինձ դիմավորում է, Ռոզա ջան, մենք քեզ այնքան ենք սիրում, բան։ Ես sense շփտում եմ, արդեն չեմ կարում էլի այս ականջակալներից մեջ sense թաքնվեմ, բան, ասում լավ, այս մարդը ամեն դեպքում իմ հետ որոշել է այս 40 րոպեն խոսա։ Ոչ թե ինքն էր խոսում, ինքը ինչ որ մի պահի որոշեց զանգի իր քրոջ աղջկան, որը որ ապրում է Երևանում, ու ինձ թվում է գիշերվա 3-ն էր մոտավորապես իր համար ստեղ։ Ինքը զանգում է քրոջ աղջկան, այդ աղջիկը մի 3-րդ անգամից վերցնում է հեռախոսը ու վիդեո քոլ է անում։ Ասում Ռոզա ջան, կարամ, ասում եմ, օքեյ։ Ինչ իհարկե, բան։ Մեքենայի մեջ եմ 40 րոպե իրար հետ դիտնենք, փորձում եմ ձերքերում եք քո կյանքը։ Ասում օքեյ, զանգեք։ Դենց սպասում եմ 3-րդ անգամ չի վերցնում այդ աղջիկը, ասում եմ, «Ֆայ Ռոզո ջան, կներես 1000 անգամ մի հատ է փորձեմ», էլի ասում եմ, «Փորձեք, ամեն ինչ օքեյ է, բա»։ Զանգում է այդ աղջիկը վերցնում է, ասում է, «Հա, քեր ինչ ա եղել, բան sense ինչ-որ շատ մեղք էր, էլի այդ աղջիկը, ես թողեք քնի այդ մարդը»։ Ասում է, գիտես ով այն մեկ Ռոզալիննա, բան, ու այդ աղջիկը այնքան քնած է դեռ, ինքը չի հասկանում ում մասին է խոսքը։ Ես եմ ինձ արդեն վազգում, ինքն այլան վազգում, հետո տենց մի կերպ հասկացանք ով է, ինչ է եւ այլն, այդ աղջիկը այդ մի 15 րոպե խոսացի, ես տենց FaceTime-ով եւ այլն։ 15 րոպե, լու։ Հա, այդ վերջացավ, այդ վերջը չի։ Աղջկա հետ այդ քրոջ աղջկա հետ խոսացինք, հետո ինքը որոշեց, որ ինքը պետք է իր կնոջը զանգի։ Որը որ ինչ-որ տենց լուրջ փաստա բան, էլ ինչ էր, բան, էլ տենց զբաղված մարդ է, բայց LA-ում է ապրում։ Դե զանգեցինք իրան, ու էլի տենց մի 3 անգամից ինքը հեռախոսը վերցրեց, ու տենց մի անգամից ասում է, «Վայ, դե ինչ ես ուզում, գործի եմ բան»։ Ու ես ուզում ասում եմ։ Ինչի՞ ա երևի։ Այդտեղում եմ 1-2 կրկնում։ Էլի երկի էլի։ Մի մեծ բան չի էլի, ասում եմ, թողեք այդ մարդիկ ապրեն, քնեն, աշխատեն, չգիտեմ, մի բան։ Բայց կնոջ հետ խոսացի։ Կնոջ հետ էլ խոսացի վիդեո քոլով։ Դες Լավ էին, ամեն ինչ նորմալ էր։ Հա, ոնց որ ասացին, օքեյ, երեխեքն էլ էին լավ։ Մտածում եք Դες մի 3 հոգուս հա տենց բարեկամներին հերթով զանգում էր այդ մարդը վիդեո քոլով։ Վերջում էլ տենց իջավ, Ռոզա ջան նկարվենք եւ այլն բան։ Իսկ գումար վճարեցիր։ Էբի հայեր բայց չէ, ամեն դեպքում։ Դե այդ հեռախոսով ավտոմատ, հա, թե չէր։ Ոայ բայց տաքսիների պատմությունը շատ խնդալու է։ Ու մի անգամ էլ նա այս պապիկ էր, բան, sense բարի հայ պապիկ էր, sense քշեց, բայց ոչ մի բան չի ասում, էլի հասանք տեղ sense հան։ Այ բալա ջան։ Մա ես չէի ուզի վերցնեմ գումար, ուղղակի sense ստացեց, ասում ինչ անեմ, կամ ասում։ Այ շատ բարի է։ Հա։ Կամ որ ասենք նստում եմ մեքենա, բայց կարան չէ հետ վերադարձնել։ Չէ։ Չէ։ Մի անգամ տենց էլի սնեփներ մեքենայի մեջ։ Ու ես հիմնականում որ տենց լսում եմ, ասենք չգիտեմ, Kiss FM-ը, բան, տենց սնեփը միացում են, ասում տենց ասում փոխեք ստացա։ Բայց մի անգամ տենց լավ տրամադրությամբ էի, շատ հազվադեպ այմ կյանքում տենց։ Եկես տենց ասում եմ, գիտեք, բայց հայ չի էլի վարորդը։ Ասում գիտեք, ես երգը ես եմ երգում։ Ու տենց վարորդը տենց նայում ասում, բանը հայելու մեջ ասում։
Ասում Շատ սխալ մարդու ասացի։ եմ ես եմ երկում, ինչ դուրը չեք ավերի դες մոտ։ I swear։ Ասնա։ Ասած քշում եք այդ։ Մի պաս սկսում եմ երգել։ Ինձ ոդկա, հա, չհավատաց պրոստը։ Չէր հավատում, պրոստը որ ես երկը չէր հավատում, հետո սկսեցի, բայց չէ, չի ինքը չէր հավատում, որ ես եմ երգում այդ երգը։ Ինքը մտածում էր, ես եմ ձեռը մատնում։ Սկսեցի երգել, բան, մեկ է սենց բան է, դեռ սենց հասկանում եմ, որ ջղայնանում է, էլի, ասում եմ, ինչ ա ուզում ինձնից, բան։ Մեկ է սենց հասկացա, որ նույն ձայնն է։ Սենց շփվել։ Oh my god։ Իմ աղջիկը նեցա սիրում է երգան անգլերենով, այն։ Այս ոնց բարձում է հայ ավեր։ Չէ։ Կամ ասենք հայերի հետ սկսում եմ հայերեն խոսել, չեն հավատում, որ ես Հայաստանի հայ եմ։ Կամ ասենք, չգիտեմ, ասում եմ, ես եմ սկսում ես եմ երգում, բան, ճանաչում են, ասում են հայերեն խոսում եք։ Դե մի 24 տարի գիրովական կարծել եմ, մի ձև ապրեմ։ Իսկ Վանաձորից ինչ կհիշես։ Վանաձորից խնդրում եմ պատմի էլի։ Վանաձորի հետ կապված պապայիս պատմությունը պատմում։ Ես կապ չունեմ այդ պատմության հետ, մենակ այնքանով որ պապայիս աղջիկն է։ Այս վերջերս գնացել ենք Վանաձոր, դե նենց է ստացվել, որ իմ բենդում երկու կիրովականցի կա եւ դրամեր հարվածային գործիքներ նվագողը եւ գիտար նվագողը Վանաձորցի լավ։ Վանաձորցիկներ եք, այո։ Ես էլ ասեցի կիրովական, բայց Վանաձոր ամեն։ Վանաձոր։ Մի խոսքով երկու վանաձորցի ունեմ բենդում, տենց մտածեցինք գնանք Վանաձոր, մտածում ենք Ռոզանել որպես վանաձորցի կգա մեր հետ, բայց ինչ պատճառներով Կակեին աչքերս երեկոր գնացել ենք Վանաձոր։ Մի օր մնացինք արդեն, սենց մի օր մնացել ենք առավոտյան, չգիտես ինչի 9:30 ու ես գիտեմ էլի, որ ես սիրում եմ քնել, ահավոր հոգնած եմ, ուզում եմ քնել, վերջապես գնացել եմ հանգստանալու։ Բոլորից զգուշացրել եմ, կհանդիպենք 10:30-ից սկսած 11։ Դուր միջև ինձ մի բան արեք, ժամը 9:30 էլ չէր, 9:15 էր ինձ թվում է։ Ես չգիտեմ ոնց, որտեվ Լուսին էի դրել ու ինձ ոչ մեկ չէր կարա զանգել։ Ես չգիտեմ ոնց է ինձ իմ գիտարիստը կարողանում զանգել, երկու անգամ իրար վրա, Telegram-ով էր զանգել, գիտեր։ Ֆայմել էր։ Զանգում եմ, որ սենց ներվայնում եմ, ջղայնանում եմ, հոգնած ավոր զարտում եմ, այս ինտրոն եմ տալիս։ Հիմա ցերեկա Վանաձորով քայլում ենք, էլի ես գիտարիստս ու մի քանի հոգի մեր հետ։ Ես սենց ամբողջ Վանաձորով լուրջ ես ոչ չեմ գոռում, տես չեմ շատ հանգիստ եմ էլի հիմնականում, բայց ահավոր ջղայնացած եմ, ասում եմ, ես քեզ այդքան ասեցի, սենց ներվայնացած քայլում եմ Վանաձորով։ Այսպես ասած իրան ցույց տվեց, էլի։ Շատ սենց իրոք սենց ներվայնացած ասում եմ, ես քեզ այդքանը խի ես ինձ հանել ժամին։ Այդ իմ ամբողջ օրս հարամեցիր։ վիճակի վրա, մեկ էլ մի հատ սենց բոյով ձյաձկա է։ Ձյաձա։ Դյացկա։ Բոյով մի մարդ։ Ասում դյացկա։ Կոկեա։ Կներեք, պարոն Կոստանյան։ Կոստան Դիան։ Դիան, ճիշտ ասեցի։ Այս սաղ կկտրես ման։ Բայց չէ, ինքը իրան լավ կզգա, որ դու իրան հիշել ես։ Ես դες շատ եմ սիրում, չգիտեմ որ ուտի նայեմ, բայց ես շատ եմ սիրում արդեն։ Նորմալ է, որ այդ Լիլին է ասում, ոչ թե ես։ Դու չես ուզում ասել։ Ես գիտի, որ ես քեզ շատ եմ սիրում։ Պարոն Կոստան։ Ես էլ։ Մի խոսքով սենց այդ գոռալուս վրա ամբողջ Վանաձորում առաջ անգամ եք անգամ էլի Վանաձորում տենց քայլում, կամ երկրորդ։ Այդ ինչի ես ինձ իննանց, ես ինչ որ մարդ է ինձ մոտենում, սենց կիսաժպտորով ուղիղ ինձ է գալիս էլի, որ սենց եղա մի հատ, տեսել չեմ տեսել, տես չեմ հիշում, չգիտեմ, չեմ ճանաչում։ Ինչ բոյով մարդ եմ, ուղիղ ինձ նայել, բարև ձեզ։ Ինքը հենց տենց էլ ասել։ Հետ իմոտ անենց ես անենց գետին եմ այդ բային, որ մտածում եմ լավ, ինչի, իխի էլի է, որ սենց ասեց չհիշեցիք, ես դες հիշեցի, թե ինչ եք անում ստեղ, ինչ-որ մի բան հարցրեց, սենց նայեցի, ասում ես Ռոզայի պապան եմ։ Քեզ ված կատակ անում։ Դե բնականաբար, բայց ես նայեցի աչքի մեջ զգացի, որ շատ նման է, ես Ռոզայի պապան եմ, հիմա ես գետին եմ մտել, որ ես մարդու բակի կողքը երևի, ես սենց այս վիճակի մեջ։ Ինչ-որ ամբողջ ձայնը սկսել եմ գլուխս, բարև ձեզ, ես ու սենց եղա, որ հա, բարև ձեզ։ Միշտ տենց է, չէ, որ ծնողներին տենում ես, հենց դա։ Միանգամից սենց բան ես լինում, էլի, որ նենց հիմա կարմրել եմ, չէ, ինձ թվում է։ Չէ, այդ բան կարմրել եմ։ Էլ չեմ, էլ Վանաձորում չեմ գոռում։ Բայց ինձ թվում էր Սերգը կասի, որ Չեմ հավատում, բայց որ դու շատ գոռաս։ Լսի դե, սենց որ քեզ քնից հանեն, երբ որ դու երկու ամիս չես քնել նորմալ։ Հա։ Ես տենց մի քիչ։ Բայց քեզ չեմ հավատում։
Ես չեմ գոռ այնց չեն հանի։ Բայց ինչ լավն է քո papan։ Որովհետև ես մենակ եմ։ Չէ, ես մենակ չեմ։ Մարիամը հետս տա։ Հա։ Մենակ չես ապրում։ Չէ։ Վայ, պատմեմ ես ոնց եմ, բայց Մարիամի մասին է։ Չէ։ Դա ինչ որ տեղից ստոպ է Այդտեղ գալիս։ կարևոր, ախր մենք այս 3 օրը քննարկում ենք այն հարցը, որ ոչ մի ծիծաղալու պատմություն, ու կոնկրետ գոնե իմ կյանքից, եթերային չի։ Ու սենց ասում եմ, լիլ կարող է այս պատմեմ, ասում եմ, Բայց կարող է պատմես հասկանալ։ Կարող է այդքան Լսի չէ, on-market եթերային չէ, սենց ասեմ ամենա եթերային։ Այդ շատ օքեյ է, շատ ավելի վատ պատմություններ են, էլի Մենք օքեյ պատմում, եւ պատմեցինք սեյֆ պատմություններ են պատմում, եւ մի քիչ 18+։ Լսի նենց ինքն էս բանը պատմել, որ դա ասում եմ 21+ էլ չէ, դա մի քիչ բարձր է։ Հա, քեզ вообще չէ, հա։ Հա։ Իսկ հեսա մարդիկը մտածեն, ես իմ ինչ ա եղել Ինչ է ասես պատմության մտածում մեջ։ ենք։ Ինչ է կարել։ Ես ուտում խնդալու պատմություններ ունեմ ինչ Դա որ։ Բայց մի անգամ բանը, այդ երբ էր մի օր որ եկա ձեր քո դիվանին քնեցի։ Հա, այդ պատմությունն է, այդ պատմությունը։ Ուրեմն Ֆեստիվալի բաններ։ ինչ որ ֆեստիվալ Ամերիկայում էլի։ Ես Ինչ կատարվել է վերջի կես տարում այսօր։ Ես ասում եմ, ես չեմ հիշում ոչ մի բան Ամերիկայից առաջ։ Տենց տորը ես ոբչե մի երկերը երկեցի, Լիլին երկեց եւ այլն ռեինկարնացիան էլ կար, տենց լսեցինք մի քանի երգ ու գնացինք Սերգենց տուն ռեժիսորը, որ դատվեց մի տարի այդ ինքն է, էլի Սերգը միշտ կա ամենտեղ։ Գնացինք Սերգի տուն ու այդ ժամանակ ոնց որ Մարիամն էլ էր մեր հետ։ Մարիամը ինքը քանի որ հասուն նորմալ մարդ է, ինքը ժամը 11-ին որոշեց գնա տուն, որովհետև ինքը առօրյա գործի է եւ այլն։ Ու ինքը իր այդպես ժամը ճիշտ գիտի էլի, եթե 11-ից հետո իր հեռախոսը կապ չունի աշխարհի վերջն է, ինչա կատարվում տնից դուրս, ինքը անհասանելի է։ Բայց ես իրան խնդրեցի, պաղատեցի, ասում եմ Մարջան, կյանքս խնդրում եմ, ասում եմ, գոնե իմ համար այդ հանի էլի, ինձ մարդ ես, իրար հետ ենք ապրում 1000 բան կարա լինի։ Ասում եմ, օքեյ։ Ու ես նենց եմ հիշում, որ ես վերցրել էի երկու հատ պայուսակ, մեկը փոքր էր, մեկը մեծ, փոքրը դրված էր մեծի մեջ, ու մեծի մեջ ուրիշ բաներ էլ կային։ Բայց քանի որ ինձ ոնց որ այդ ուրիշ բաները էլ պետք չէին, ես մեծ պայուսակը տվեցի Մարիամին, փոքրը վերցրեցի, բայց բանալին դրված էր մեծ պայուսակի փոքր գրպանում։ Սպորտ ստորոդոսական նախադասություն։ Բանը այն այս songwriting գրում է, չէ՞, գրողը։ Ես այն պահին հասկացա, որ բանալին դրված էր մեծ պայուսակի փոքր գրպանում, երբ որ մենք գիշերվա 3-ներ, մենք շատ խելոք էինք այդ օրը, ոչ մեկ չէր, ոչ մեկի մաման պարտավոր չէր գալ եւ այլ ներեխի բաներ, օքեյ էր, ուղղակի պիցա էինք ուտում։ Բայց էլի Սերգներ քշում, չգիտես, Լիլիի մեքենան։ Ու սենց ես մեր տուն հասնելուց տենց մի 10 րոպե առաջվանից ես մի քիչ սենց սկսում եմ լարվել, որովհետև ուղեղը սկսում է հիշել, որ բանալին ոնց որ մոտս չի։ Ու մեքենայում մի 4 հոգի կա էլի, որ ու մեքենայում 4 հոգի կա ու պետք է այդ բոլորին ոնց որ տանել տուն եւ այլն, բոլորը հոգնած են, բոլորը ուզում են քնեն։ Հենց արդեն չենք ուզում իրար դեմք տենանք, սենց չգիտենք ինչ էինք вообще հավաքվել այդ օրը։ Արդեն այդ ժամն է, հա։ Հա, տենց եմ որ սենց ասում ենք, Աստված, սաղս գրանք քնենք, ու ես եւ մի 25 րոպե քշել ենք մեր տուն, ու ես հասկանում եմ, որ անիմաստ տեղ է էլի այդ 25 րոպեն քշեցինք, ու ես չգիտեմ ոնց երեխեքին ասեմ, որ երեխեք բանալի չկա մոտս։ Միջով դու չգիտես եւս 20 րոպե անցնում է։ Օ հերոյ է էլի, այդ ոնց որ ստեղից ասենք ինչ ծաղկաձոր քշել ենք արդեն։ Սենց ասում եմ, երեխեք ոնց որ բանալիս մոտը չի։ Ասես Լիլին ես հասկանում եմ, որ ես Լիլիի տանն եմ մնալու։ Ուղղակի դե սենց սպասում ես ամեն դեպքում, որ այդ մարդը ասի դե լավ, Ռոզ, ոչինչ, կգաս մեր մոտ կքնես։ Ինչու՞ բա իրեքն է ասենք։ Ու սենց բոլորը մեքենայի մեջ ասում են, լավ դե Լիլիի մոտ կմնաս, ման Լիլին չի խոսում։ Ու ես զանգում եմ Մարիամին, Telegram-ով զանգում եմ, WhatsApp-ով զանգում եմ Համարին, զանգում եմ Մարիամը, չկա ուղակի, ես ինձ զգում եմ։ Անպետք երեխա է, որ սենց գնում է տուն, դուռը չեն բացում ծնողն, այդ մոռացել են, սենց մոտավորից։ Գոռացել ենք, էլ ինչ ասես արել ենք, չէ՞։ Ահա որ էր։
Հետո տենց Ասեցիր, բայց Հա։ ինչի՞ չէիր ասում։ Չէ, հետո Ես չեմ հիշում ես պատմությունը։ Ես ինձ վատ էի զգում, այդ այն կարգի, որ ես ժամը 7-ին, մենք 4-ին հասել ենք, ես ժամը 7-ին։ Ես զարթնեցի, տեսա ինքը Չկա, ես անհայտացա ուղակի, գնացի մեր տուն։ Իմ մոտ գիտես ինչ պանիկա սկսում, ես մտածում, բայց ես մի բարձ բան եմ, որ սենց ինչ մաքսիմալ մամաս միշտ սովորացրել չէ, պետք է հյուրին լավ ընդունես։ Իմ մոտ այդ պանիկան է սկսում, բայց ես ամեն ինչ ունեմ։ Ինքը ժամանակ հաշվում էր մամա։ Ես մի հասկանա ես ոնց եմ դասավորը, որտեղ ոնց ինչ պիժամա։ Հաշվարկներ գնում էլի։ Լավ հյուրընկալես, չէ։ Հա։ Հա։ Բավականին։ Բավական։ Ես շնորհակալ կյանքս ես դուրսը չէի այդ օրը։ Կարևոր է։ Դա երկրորդ դեպքն է, չէ՞ որ եկել բանը բացվում։ Քո կարճ պատմությունները որոնք էին, որ ասացիր, պատմեմ։ Կարճ կամ 5 հատ պատմեմ յետևից։ Հա։ Բլից պատմություններ։ Մի խոսքով իմ ամենա ստացված, սկզբի շրջանում ստացված երգերից մեկը, եւ դա առաջի դեպքը չէր, ես գրել էի պատվերով ուրիշի համար։ Ես գրեցի։ Սարքեցի։ Այս ինչ կայֆ երգ է։ Երկեցի, պայեցի։ Որ երգն է։ Որը։ Համասը։ Ես իմ գուշակի։ Ձմեր պապը։ Չէ։ Բասի ուրիշ մի վարքյան դու ուրիշի համար ես գրել, որովհետեւ որ քեզ Ում համար, ասենք։ Չէ, պատվեր էր, ուղղակի պատվեր եկել, ինչ որ մեկ իր պատմություններ ինձ պատմել, տենց ինչ որ Իդո պատմությունն է, քեզ քեզ վերցրել։ դու ես երկում այդ երգը։ Հետաքրքիր է։ Հա։ Այս վերջի երգերի։ Չէ, ասում եմ, իմ սկզբում էր, ամենասկզբի ստացված երգերից մեկն էր, ոնց որ Ում համար։ Ասա։ Երևանս։ Չէ, այդ նոր է, կներես։ Մենք ընկերներ ենք ամեն դեպքում։ Չէ, Երևանսը բան էր, ուրիշ պատմություն էր։ Մի խոսքով, ուզում ես գուշակես երգը։ Հա, գուշակի։ Որ երգ ասես, ասեմ ով է։ Պատվիրատուն եղել։ Չես ճանաչի ով։ Ես պատմությունները գիտեմ։ Բայց մի վարքյան, այդ ոնց է տենց մարդը գալիս է, իր կյանքը տենց դարդերը պատմում է։ Չէ, ասում եմ, Լիլիա, երգը գրես երգ եմ ուզում օրինակ ունենամ։ Դու սկսում ես ստեղծագործել դրա հետ կապված։ Որ ինքը երգեր, թե ինչ որ մեկին նվիրել։ Բայց դու հետո վերջում երգեցի։ Տենց մի։ Հա, չէ։ լավ։ Չէ, հայտնի չի։ Հայտնի չէ, պրոստը շատ խնդալու էր։ Ու մի հատ գիտես ամենախնդալուն որն է, որ այդ նույն աղջիկը Իսկ մենք արդեն խաղն ենք խաղում։ Այդ նույն աղջիկը էլի ինչ որ մի շրջան հետո էլի երկա պատվիրում։ Բայց էլի իր համար ինչ որ բան եմ գրում, ահա որ դուրս գալիս է նորից։ Լավ, ես գիտեմ ում մասին է խոսքը։ Ասա։ Ու հիմա ոնց որ իմը տպավորությունն է, որ ինքը պետք է միշտ ինձնից երկ պատվիրի, բայց որ ես ասեցի միշտ հայտնի չի։ իր համար լավ եմ գրում։ Բայց անկապ ասում հայտնի չի։ Ոչ հայտնին այսքան հաճախ է պետք է երկ պատվիրի։ Ինչի կան հարուստի աղջիկներ ովքեր։ Հարուստի աղջիկ չի։ Մի վարքյան։ Մի հատ երգերի տանունները կասես։ Հիմա մենք ենք գուշակիր խաղում։ Գուշակիր ով է, ոչ հարուստի աղջիկ։ Ես ուղղակի Լիլիի այն երգերն եմ ամենաշատեսին, որ թողարկված չի։ Հա, ես ունեմ 400 ալբոմ ինձ թվում է, որոնք թողարկված չեն։ Բա ինչի՞ չի թողարկում։ Ինչ չի թողարկում։ Չեմ հերթով, նոր եմ։ Լավ, չէ, այդ հարցը պետք չի տալ։ Դա դենց վատ հարց է։ Հա, ինչի՞ չես թողարկում։ Այդ քեզ շոտ են, չէ՞։ Սենց ուզում եմ ասեմ։ Իսկ ինչ կա։ Իսկ ինչ կա։ Դե ոչ դու երևի խնդիրներ։ Դասի մենք ունենք իրար հետ երգ չի ասում, եւ ես բել եմ նվեր։ Ես խնդալու չի, բայց հաճելի է։ Մեզ հենց այնպեսին։ Չէ, Ռոզան։ Ես էլ չունեմ, ես չունեմ։ Դա ոնց որ մենք ունենք իրար հետ երգ։ Ասում եմ ինչև այդ $50 չտաս։ Դեզի մենք ունենք վարդագույնը, դա մեր երգն է, մենք ունենք վարդագույնի ստիկեր փակ տպած, որ ինքը չի տեսել դեռ։ Իրական կյանքում։ Մենք հիմա կտեսնենք նրա Ես դուք առաջին մարդիկ եք որ ունենալու եք ստատի։ Վաու։ Մերն է, բայց ինքը չունի այդ բանը։ Մայր Հայաստան։ Ես վարձը։ Վայ։ Շատ ինչ։ Կարամ սենց դան։ Օգտագործեմ։ գրուպն է։ Կարամ yellow heart-ը կպցնեմ։ Որը կպցնենք։ Բայց այս Վայ շատ լավն է։ Խնդալն է որ ինքը չէր տեսել էս էլի, բայց Իրանն է։ Ես նենց եմ սիրում այս Տեսել ես Ռոզալին։ Ես նոր տեսա, տենց ասի վայ։ Դեղին աստղն էլ դու ես։ Դեղին սիրտը եւ դեղին աստղը։ Ես էլ Մայր Հայաստանը կլինեմ։ Էլի կա պատմություն։ Ինչը պատմեմ են վերջինս իմ դուետներից մեկի պատմությունը։
Ֆելոյի հետի։ Չէ։ Անանուն պատմի։ Անոնը որտեղ Հա։ չի դուրս եկել ու Հա, չգիտեմ հա։ ինչ անելու, բայց իմ շատ սիրելի արտիստներից մեկի հետ հայ Ոսկով երգ էի գրել, պատկերացրի, որ երկու երգ էի գրել, պատկերացրի, որ կսազի շատ ու մտածեցի ուղարկեմ, լսի, եթե հավանի կգրի եւ այլն։ Բայց շատ պատասխանատու մեկն է, էլի մեր ընդհանուր շոու բիզնեսում։ Մի խոսքով Մնաց երկու անուն ու մասին մտածում եմ, եթե պատասխանատու։ Երկու հատ երգ եմ ուղարկել։ Երկու հատ երգ եմ ուղարկել ու սպասում հետաքրքիր է որը կընտրի վերջը։ Խոսքից խոսք հասկացանք, որ ընտրում է ոնց որ S1-ը առաջինը։ Ու ես սպասում եմ, երևի մի տենց մի քանի օր անցավ ու ես սպասում եմ, որ ինձ պիտի ուղարկի ձայնագրություն ոնց որ վոկալի, այն ինչ որ ինքը ստեղծագործել է, այդ առաջի երգի համար, որ ես դնեմ ու վերջնականացնեմ երգը։ Նստած եմ իմ համար, email է գալիս այդ տվյալ մարդուց, պրոստը ակապելա է, то есть տակը ոչ մի բան չկա ոնց որ դրած։ Ասում եմ, լավ, վերցնում եմ ակապելան, ուզում եմ ինձ էլ սյուրպրիզ լինի, էլի, ասենց ես էլ եմ ոգևորված, բացում եմ ծրագիրս, որտեղ որ երգերս հավաքում եմ, այդ աուդիոն sense դնում եմ առանց ոչ մի բան։ Մտածում եմ դե նույն չափով ուղարկել է, sense դնում եմ վրա աուդիոն, play եմ տալիս։ Ու ես 15 րոպե շոկի մեջ sense նստած եմ, ասում եմ, լավ, ոնց կարա sense բան լինի, ոչ տոնն է բռնում, ոչ չափն է բռնում, ոչ տեքստն է բռնում, ոչ ռիթմն է բռնում, ոչ իմաստն է, ոչ մի բան չի բռնում։ Ես հիմա ինչ եմ ասելու այս մարդուն, էլի կոպիտ ասած, ինչ ոնց եմ ասելու, որ էս ինչ է։ Ոնց որ հիմա sense play եմ տալիս, stop եմ տալիս, play եմ, ահա որ մանտրաժ է, էլի մոտս արդեն ասում, բայց ոնց կարար sense բան լիներ։ Play stop, play stop, play stop, դե կեսերից նոր sense բառն եմ լսում, բառերի մեջ խորանում եմ տեքստ բանման, հասկանում եմ, որ էս այն մյուս երգի համար արած, ու sense բացում եմ մյուս երգը, այդ աուդիոն վերսիոն sense դնում եմ վրան, sense play եմ տալիս, ու sense Իդեալ է կար։ sense եմ մի հատ լինում, հետո sense գրում եմ, ասում եմ լսի չի ասել, որ ոնց որ էս մյուս երգն է, ես շոկի մեջ նստած եմ էլի մի 15 րոպե, որ բայց ինչ պետք է անեմ հիմա։ Ասում եմ ես եմ։ Չեմ կարող։ Նորմալ։ Հələ թողարկած չի։ Մարդ ես հիմա։ Հա լավ էքսկլյուզիվ արա։ Ինչքան ես վստահ որ ես չեմ ասի եկան։ Ասա, Ռոզ, ասա։ Ինչքան ես վստահ։ Ասա, Ռոզ, ում հետ է։ Չի լավ։ Ռոլանդի։ Չէ, բայց Ռոլանդը Ես գիտեմ։ Հա։ Ես եմ այդ երգը լսել առաջինը։ Ահա ճիշտ է։ Ով էր։ Եսին։ Ես հայ բիզնեսի մարդկանց հետ եմ։ Մեր հայ սերի рэպերներից մեկը, բայց մենք չենք ասի թե ով։ Ֆելո էլի։ Ինչ բայց ես դա կայֆ, նայ որ հիմա Ես կարամ Մանենա ասեմ։ տանջվում հիմա է դա կայֆ։ Չէ, ես ասեմ, ես որոշել եմ ոճը փոխեմ իմ։ Ահա։ Լավրոսները դիր։ Ես մեր սիրելի այ рэպերներից մեկն եմ արդեն։ Արդեն։ Հա, դե ուրեմն մի հատ խաղ կհորինեմ հենց հիմա։ Չէ։ Բայց լավ ասա, այսքանից հետո պիտի ասես։ Միշո, chill, Ֆելո։ Այդ 3 հոգին են, չէ՞։ Չէ, բայց դու գիտես, որ այս YouTube-ում պատաբար Չէ, մի ցերի ասա ով էր։ Լավ ասեք։ Դե կոմպես երբ այս հաղորդումը դուրս գալու, ես չգիտեմ։ Նոյեմբերոտ։ Ահա հոկտեմբեր։ Չէ, լավ, արի պետք չի։ Նոյեմբերի։ Պետք չի ամեն դեպքում, չոր ասի։ Եկեք փրկեմ իրավիճակը, եկեք սենց ասենք կոմենտներում թող գրեն ում հետ էր այդ։ Բայց այդ իմ ասած անունները չեն։ Չէ, մանա ջան, ոչ մեկ այդ անուններից չէ։ Սուտ ասում։ Այդ երեքից ով է գուշակե։ Ասում ես եմ։ Լավ, ասեք, չեմ դնի։ Մենես չենք Միշոնա։ Մենք ասում չի դնի։ Պորտո դնելու եմ Կդնես։ Ես կդնեի։ Ես կդնեի միանշանակ։ Տուտույով կդնես անունները։ Ես մյուտ արած կդնեմ, եթե օքեյ լինի, բան կարամ պատմել։ Եվ ճապիշտից դայմի։ Որտեվ դու ամենալավը գիտես այդ պատմությունները։ Չես նայում որ հասկանամ կարամ թե չէ այդ բանը։ Իմ կյանքի ամենաինստիմը sense highlight-ներից է եղել, էլի ես ուսանող եմ, նոր եմ գնացել ԱՄՆ սովորելու, առաջի տարին է, նոր եմ սկսել կարիերաս, ամեն ինչ իմ կյանքում նոր է ու ամեն sense հնարավորություն շատ մեծ էր թվում այդ ժամանակ, էլի, ու մեծ էր իրականում։ Ես չգիտեմ, ես ոնց եմ այդտեղ հայտնվում, ես լուրջ չեմ հիշում դաժե ոնց եմ այստեղ հայտնվել, շատ սիրելի Միշոյի կինը ինձ հրավիրում է իրաց տուն, բայց ես չեմ հիշում, չգիտեմ ոնց, չգիտեմ խի, չեմ հիշում, ինչ որ որպես այտենց ջահել մարդ, ով որ ստեղծագործում է, ինչ որ գրում է, հրավիրում է։
ես էլ դե ուսանող եմ, դե բնական է որ ուզում եմ որ գնամ ծանոթանամ, կյանքում չեմ տեսել, չեմ շփվել ու շատ եմ սիրում։ Մտածում եմ ինչ տանեմ, բայց ինչի են կանչել, տենաս ինչ առիթ է, ինչ է կատարվում եւ այլն։ Դից եկերից խնդրում եմ ինձ ֆայմում եմ ինչ որ խմիչք եմ վերցնում, բան, եկերից խնդրում եմ, տանում են իջացնում են։ Մտնում եմ ներս հասկանում որ փարթի է ինչ որ։ Ու տեսնում Սերժ Թանկյանին։ Ոսպես մարդ կա, կյանքում չեմ տեսել ես էլի։ Դից մտա ներս ու ես մենակ եմ, ոչ մեկի չեմ ճանաչում։ Հերիք չի որ Ես շոկի մեջ եմ, չգիտեմ ինչ անեմ, ում հետ խոսամ, ոնց շփվեմ, մի հատ Միշոյին եմ տենում, մի հատ սենց եմ լինում եմ, որովհետեւ Սերժ Թանկյանն եմ տեսնում, չգիտեմ Բայց ավելի շատ Միշո թե Սերժ Թանկյան։ Դե արդեն ոնց որ երգը կա էլի։ Արդեն չեմ կարա մոնտաժեմ, լավ, ասեցինք այս մասը։ Սերժ Թանկյան չէ՞ որ բանավսերում առեսկի։ Հիշում ես որ գնացել էինք Բայց կներես էլի ես պատմության վերջինը, որ ես չէի խմում շատ, ու տեկիլա եմ խմել իրաստունու, ու շատ խնդալ էր, որ ես Միշոյին ստանա առաջին անգամ։ Ու Միշոն Սերժ Թանկյանը։ Ու Միշոյի կինը։ Պատմությունը կերկվում։ Մաման եկավ հետևից։ Ոյ։ մի անգամ ինձ ու Լիլին հրավիրել էին ինչ-որ շատ կարևոր մարդու տուն, խորոված ուտելու։ Ու մենք գիտենք որ 5 հոգի Ու լինելու։ մենք այն մտքով էինք գնում, որ 5 հոգի ենք լինելու, որից երկուսը մենք ենք։ որից երկուսը մենք ենք, երկուսը մեր ընկերներն են, ու մյուսը այդ տան տերը, կարևոր մարդը։ Ու մենք համաձայնվել ենք այդ պայմանով, որ շատ մարդ չի լինելու, բան։ Էլի փարթի էր։ Մենք Լիլին, այդ անգամ Լիլին էր քշում մեքենան։ Ես հեսա մենք հետ ենք գնալ, ես քեզ տուն չեմ տանելու։ Քո երկերի տակ ես քեզ չեմ Հասնում ենք տանելու։ մոտավորապես տան մոտ ու մենք տեսնում ենք, որ մեքենան կայանելու տեղ չկա, ու ինքը տենց այդ շատ կարևոր մարդ է, այն շատ լավ թաղամասում էր ապրում, որ սենց շատ լավ նեղ են մեքենաներով, շատ լավ սենց սիրում, ինչ-որ բոլորը սենց ինչ-որ սենց հագնված, որ մարդիկ են գալ ծաղկե փնջերով, բանման գինիներով, ու ես սենց Լիլին ասում եմ, Լիլի գնացինք։ Գնանք։ Ես շատ վատ եմ էլի, ինձ որ շատ մարդ կա, ես ահավոր սենց եմ լնում։ Ես вообще անկապ հակնած մտածում գնում խորոված ուտելու, ասենք ոչ ծանոթությունների կամ։ Ո՞ց սենց մեկ մտածում ենք գնալ ենք հավեսով նստենք, խորոված ուտենք, ես էլ ասում եմ դե եթե խորոված ունեմ։ Խորովածը նենց ստացվեց, որ Սուրեն, դե ասեմ, Սուրեն էր Արուստամյան, մեր լավ ընկեր գիտարիստը, էլ չեմ ասի ինքն էլ չգիտեր որ party, ինքն էլ գիտեր որ 5 հոգանոց բան, ասել էր ես խորովածը կսարքեմ։ Բայց այդ մարդիկ գնում է Սուրոն մոտավորապես 3 ժամ խորոված էր անում ու մենք էինք էլի հյուրերը, ինքն էլ էր հյուրերից մեկը, ինքը 3 ժամ խորոված էր անում 70 հոգի կար, չէ՞։ Լավ լուրջ եք, այդ մարդկանց բոլոր ընկերներն էին ընտեղ։ Բայց ոնց որ ոչ մեկ չգիտեր, իմացել բոլոր իմացել են երևի մի ժամ առաջ։ Ոնց որ բոլորը տենց գնում էին 5 հոգանոց party։ Բայց շատ ծիծաղ էր, որտեվ Սուրոն տենց մի 3-4 ժամ, նենց համով էր ինչքան կիլո խորոված էր անում, արդեն սենց կարմրած մահացած ասում գնանք վերջի շամպուրը հանում եմ գնանք տուն։ Բայց շատ համով էր էլի, դրա համար էր հենց ինքը ընտրված, որտեվ շատ համով էր սարքել։ Պիտի չասես երբեք որ դու համով ես սարքում խորոված։ Դե որ ես իմ բոլոր ընկերները գիտեն, ես չեմ գալու։ Ես ոչ ոք։ Բայց այդ մարդիկ սենց գալիս էին ասում, դե ձեր կենացը, մերսի շատ որ եկաք ու Սուրոնը դե։ Շատ թույն։ Լսի, մենք ինչ ենք էս կեսից է գալիս հիշողությունները միշտ։ Հենց այնպես հաղորդման գլխավոր գործընկերն է Արարատ բանկը, որը վերջերս ներկայացրեց Mastercard World Travel Card-ը։ Արարատ բանկը Mastercard-ի հետ համատեղ մեկնարկում է նոր ակցիա Mastercard World Travel քարտապանների համար։ Ուղղությունն ընտրում ես դու։ Ակցիային մասնակցելու համար նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը իրականացրեք առնվազն 10 անկախիկ գործարք Mastercard World Travel Card-ով։ Յուրաքանչյուր 10 անկախիկ գործարքի համար ստացեք ակցիայի մասնակցության 1 կտրոն եւ հնարավորություն շահելու 5 ուղևորության փաթեթներից մեկը նախատեսված 2 հոգու համար։ Ակցիայի ամփոփմանը կարող եք հետևել Արարատ բանկի Facebook-յան էջում ուղիղ հեռարձակմամբ հունվարի 15-ին։ Հաղթողները կընտրվեն պատահականության սկզբունքով։ Ճամփորդեք աշխարհով մեկ Արարատ բանկի հետ։ Հիմա խաղում ենք թե Ռոզա, եթե դու որոշեիր նրանցից ում կրկին կուղարկեիր Եվրատեսիլ։ Այսինքն մի անգամ գնացել են։ Արդեն բոլորը մի անգամ գնացել են։
Հերթով գանք։ Այս անենց controversial է այս Դե մի թեման։ ասա անգլերեն բառեր հեսա տակը գրելու են։ Եղեք կներեք, ինչ ասեմ։ Դե լավ, կներենք։ Խնդրում եմ ինձ ներեն։ Հակասական, համլետը դրաման Հակասական։ այստեղ։ Լավ, այս պահին ոնց զգում ես։ Նրանցից մեկին պիտի ուղարկես 2026 թվականի Եվրատեսիլ։ Այդ խնդիրը քեզ են ասել, լուծել եւ Ոչ ընտրել։ մեկին ես ուզում եմ վառ ես աշխարհը չէ։ Մի ուրիշ բան կար։ Անդրե թե Սիրուշո։ Սիրուշո։ Սիրուշո թե Ինգա Անուշ Արշակյաններ։ Ինգա Անուշ։ Ինգա եւ Անուշ Արշակյաններ թե եւ Առիվաս։ Ինգա Անուշ։ Ինգա եւ Անուշ թե Էմի։ Էմի։ Էմի թե Դորյանս։ Դորյանս։ Մոտկո։ Դորյանս թե Արամեն Պետրի։ Դորյանս։ Դորյանս թե Իվետա Մուկուչյան։ Դորյանս։ Դորյանս թե Արծվիկ։ Դորյանս։ Բայց Դորյանս չկա այլ ուղղակի։ Ոնց պետք է Ուղղակի ուզում ես որ իրանք միանան, չէ՞։ Ես էլ եմ ուզում, միացեք խնդրում եմ։ Դորյանս թե Սևակ Խանագյան։ Դորյանս։ Դորյանս թե Սրփուկ։ Հենց դու ուզենաս ասա հազամ չլսվի ինչ ես ասում։ Չէ, Դորյանս, ինձ շատ հետաքրքիր է իրանք ինչ երկով կգնան, ասենք եթե գնան։ Հա։ Ուրիշ մի։ Ահա։ Դորյանս թե Բրյունետ։ Բրյունետ։ Այդքան հետաքրքիր չէր։ Չէ, ինձ մա բրյունետը նախ ես իրան շատ եմ սիրում։ Բոլորս։ Չէ, ընկերներ ենք մենք, չեմ կարող ասեմ Դորյանս էլ, ես դեպքում։ Ահա, հաստատ։ Բայց բացի այդ ինձ թվում է։ Չէ, ինքը շատ մեծ պոտենցիալ ունի ինձ թվում է, ես կուզեմ որ ինքը էլի Մեծ բեմերում, այո, ելույթներ շատ ունենա։ Բրյունետ թե Լադանիվա։ Օ շարունակ, ես գիտեի վերջն է։ Երկու անուն էլ մնաց։ Բրյունետ, ինձ թվում է Լադանիվան շատ լավ ելույթ է ունեցել ու չեմ ասում Բրյունետը վատ է ելույթ ունեցել, բայց ինձ թվում է Բրյունետը նոր մի բան կարա Այլ կերպ ներկայանա։ Եվ վերջին հարցը Բրյունետ թե Փարք։ Պարկ, բայց Որովհետև վստահ է որ Դորյանսն է հաղթելու, հետո վստահ է որ Բրյունետն է հաղթելու, պետք Փարք։ չէ, պարկ, բայց 2020 թվականի պարկը, որ ես ճանաչել եմ։ Շատ։ Դե Փարքը հաղթեց, բայց դու չես որոշում։ Բայց շատ խառը անուններ եմ գրել, տենց դրամաբանություն մի փնտրիր, ուղղակի պատասխանիր այն ինչ կուզես։ Նենց է պատրաստում արդեն վախենալը։ Նրանցից մեկի հետ պետք է զուգերգ ձայնագրես։ Բամբիր թե Արտեմ Վալտեր։ Ոյ։ 4 ժամ ատները։ Բամբիր թե Սրփուկ։ Բամբիր։ Բամբիր։ Քրիաբոճային զուտ։ Հա, Բամբիր թե Սոնա Ռուբենյան։ Շատ եմ սիրում Սոնային, բայց բամբիր ոճային է զուտ։ Բամբիր թե Էրիկ Կարապետյան։ Շատ եմ սիրում Էրիկին, բայց ոճային զուտ բամբիր։ Բամբիր թե Արամեն Պետրի։ Բամբիր։ Բամբիր թե Ֆորշ։ Ֆոր։ Կորոմի է սիրո այդ։ Ֆորշի։ Ես Ֆորշը իմ ամենասիրելի հայ արտիստներից Ո՞ր մի զուգերգ արեք։ մեծ սիրով։ Արեգոש։ Ամենայն անկեղծությամբ։ Շատ կայքում։ Արեգին դիմենք, Գևորգյան գուցե զբաղվի այս հարցով։ Մամե պրոդյուսինգ անի։ Ֆորշ թե Նեմրա։ Ոյ։ Ինձ մա ֆոր զուտ հաշվի առնելով, որ տենց ավելի լեգենդա էս բայ։ Ֆորշ թե Լավելի։ Ոյ։ Ուֆ։ Ասում իջե վանաձորը կլինի։ Բայց ինձ մա ավելի։ Հա, դուք շատ Ես ավելի sense folk-ի ինչ որ վիճակի մեջ եմ, sense ինձ մա ավելի Լավելի։ Լավելի դե։ Լավելի թե ռեինկարնացիա։ Ռեինկարնացիա։ Որտե ուզում եմ պլաններում տեսնում։ Դա պլանները մի կողմ։ Իսրտե, նյատ մի կողմ դիր կոմերցիան։ Ռեինկարնացիա թե Միշո։ Շուներ քնում ես հանգիստ։ Շատ։ Լուրջ ռեինկարնացիա թե Միշո։ Չգիտեմ։ Լորվեցի։
Դա մտածի, հա, ամենը լավ մտածի, կոմերցիա բանա։ Միշոն պատկասում ռենկառացիան չեմ պատկասում օրինակ, բայց ինձ թվում է եթե պիտի ընտրեի Միշո այս փուլում։ Բայց ռենկառնացիայի հետ էլ կանես, Միշոյի հետ էլ մենք Ավելի հետ, կսպասենք։ իսկ բոլորի հետ վատ սպասում չեմ կարայի Ֆելոյի անունն էլ տայի, Չիլի անունն է 3-3, բան չեմ անում։ Խի օրա։ Անեմ։ Անեմ։ Ես ամեն դեպքում կերկեի ֆորշի հետ։ Հա։ Ում ընտրեցիր Միշո։ Միշո թե Ֆելո։ Հա, այս էտից է շան, չէ, չեմ ուզում։ Նշանակում է։ Ես ռենկառնացիա ինչ ուրիշ բան է, չէ, չեմ ուզում։ Միշո թե Ֆելո, չես ասում։ Միշո Ֆելոյի հետ ունեմ արդեն Միշո։ Միշոյի չունես։ Չէ։ Հա։ Նենց կուզել, բայց Հա, հետաքրքիր Կարո կլինի։ ֆորշի վրա մնամ ես։ Ճիշտ է Պորշե։ չէ, ես եմ որ հետ երկրու լավ։ Լավ, ես ավելի հետ եմ ստոպ տալիս իմ։ Շատ են ապրեք, հիմա ասում ենք առաջ ու խաղում ենք Բայց շատ գուշակիր։ թեթև էր, ես գիտես ինչ։ Ես գիտեմ։ Վալերան կխմած եմ եկել։ Կատակ է անում։ Հա, ես էլ էի վախում։ Չէ։ Խղճած, բայց կարող եմ իս փուլում չխղճա, գիտես, այս կաս։ Հիմա խաղում ենք գուշակիր ով եմ։ Հիմա խաղալու ենք գուշակիր ով եմ, բայց մինչ այդ հիշեցնեմ, որ մեր գործընկերն է Ital Solar-ը, որը ունի մի շարք նորություններ եւ շահավետ առաջարկներ իր հաճախորդների համար։ Մինչև դեկտեմբերի 30-ը Ital Solar-ից ձեռք բերելով 10 եւ ավելի կիլովատ հզորությամբ արևային կայան, ստացեք նվեր Երևան City 200,000 դրամի նվեր քարտ։ Մի վճարեք թե հոսանքի դիմաց, թե ամանորյա սեղանի։ Զանգահարեք 8128, այս հեռախոսահամարը հասանելի է 24/7 ռեժիմով։ Like guess who։ Չեմ կամինան լուրջ նայ։ Ինձ նայ։ Չտու որ չես կամ լուրջն ես, ես ճանաչում եմ իրեն։ Հա։ Հա։ Մի վարքյան։ Մի րոպե։ Չէ, ինքը ամեն հարց հաշվում է, ես գիտեմ, ես հաղորդումը սպասի։ Այո, ոչ ես, միայն ասում չես Ես ամեն հուշում։ դեպքում օգնեմ իրան։ Չէ։ Չէ, մի ասա, մի հուշի, ոչ մի բան մի հուշի։ Մենք ընկերներ ենք, տիպը մեր շրջապատում կա։ Ոչ։ Չէ, բայց ես ճանաչում եմ։ Ահա։ Մեր բնակավարից, հա։ Այո։ Մեր բնակավարը երկնա, չէ։ Ստուգում է, էլի ճիշտ եմ ասում, թե ավ է։ Հա, ես նայի սպահել եմ։ Ես լարվում եմ հիմա։ Ես դու իրան ճանաչում ես։ Այո։ Չեմ կարող պայմանել։ Ճանք ինչ անկապ հարցեր, ինչ անժագում դու իրան ճանաչում ես, բա ո՞նց են պատասխան հարցերին։ Այո։ Չէ, բայց չէ, նկատում եմ անձամբ ճանաչում ես, թե չէ, դա հարցը։ Այո։ Հա։ 5-րդ հարցն է։ Ոչ, դու ինքն մարդու ես ճանաչում, ես շատ իմանամ, որ մեկն է իմ գլխի վրա։ Չհուշ։ Լանա դել Ռեյնա։ Բեռնակ չէ։ Թո մոդելն է, այդ հարցեր է։ Հարց Լանա դել Չէ, Ռեյնա։ չէ, լավ։ Երանի լիներ։ 6-րդ հարց։ Բայց ազնիվ եմ հաշվում։ Տղամարդ, հա։ Այո։ Հայա։ Ոչ։ Չես կարող ասել։ Քանի հատ ունեմ։ Քանի հարց մնաց։ 2։ 2։ Այն որ ես միշտ բոցեր եմ անում իր հետ կապված քո կյանքում, որ ասում եմ մի հատ զանգի խոսանք շփվենք ինքնա։ Հա։ Համար ունես։ Կարաս զանգես այսօր իրը։ Ունեմ իր համար երեխեք։ Հա, ինքն է։ Լեզ ես միշտ ասում թե դու էդի հետ որ կապի ես մի հատ բան արա, էլի ես հարցում եմ։ Չունես համարը։ Մենք կարամ նայեմ իսկ։ Չէ, չիրն է չի, գուշակի։ Այ ինքը չի։ Մյուսը թո մոդելն է։ Ինքը ուղղակի հայտների հետ է տալի առնում էլի, ես մենակ էդ կարող եմ։ Լավ, կատակ են կարող է շիրին։ Ես այսօր լողանալուց։ Որ հարցում ես ճանաչում ես, ուզում եմ ասեի, զատո մենակ ինքն է ճանաչում։ Հա, չէ, այդ Ռոզայի դեպքում անձամբը կարևոր է։ Հա, անձամբը։ Կարաս հանես դու, մի հատ կպատմես այդ շիրինի հետ Ես գիտեի, բայց որ այդ Այդ շիրնի հետ պատմություն։ Բայց կարաս այս հիշես, հետո որ հանես, պատմես։ Իսկ սենց ավելի կարան Վայ շատ եմ սիրում այս տղան։ պատմեմ, սենց պատմեմ էլի, դե հիմա։ Ուզում ես էստամ սենց էսրան։ Ուրեմն փոխեմ։ Ծաղալու պատմությունը տենց եւից ծաղալու չի, բայց տուրի ժամանակ համերգներից հետո ինքը հիմնականում party-ներ էր անում։ Հա։ Տենց party-ներ չէ, ուղղակի մարդիկ գործից հետո Տենց որ նա դիդի։ Չէ, դիդի party չէ։ Ահա, օքեյ։ Այդ դրանից էլ մի հատ շատ ծաղալու պատմություն կա, այդպես հիշում եմ արդեն։ Վերջը տենց հավաքված ենք բոլորով, ես Էդի հետ շփվում եմ, բան, Ես մեր Էդի հետ շփվում եմ, տենց բան։ գարեջուր եւ այլն, տենց կանգնած ենք, ինչ որ խաղ ենք խաղում եմ, որ սենց
ավազ այդ բաների մեջ ամերիկյան խաղացած պետք է։ Վերջը այդ խաղացին ես ու այդ իրար թիմից են երկուսս էլ գրվեցին, որովհետև ամերիկացի չենք։ Ու սենց այդ կանգնած է իր հետևը կանգնած է իմ երաժիշտներից մեկը։ Ու ինքը շատ նման է Ջոն Սնոուին։ Game of Thrones-ի Ջոն Սնոուին է նման, ու ինձ դա բոլորն են ասում։ Ու այդն էլ դե խաղացել եմ մի էպիզոդում Game of Thrones-ի, ինքը սենց փորձում է ինչ որ սենց կատականի բան, ես որ ինձ լավ զգամ չլարվեմ եւ այլն, սենց գալիս ասում Ռոզա ասում ուզում ես Ջոն Սնոուին հանդիպես։ Ես էլ լուրջ եմ այդ ընդունում, ասում եմ իհարկե։ Ու սենց շուտ ասում հələ այն տղեն ինչքան է նման Ջոն Սնոուին։ Այդ շյունի մասին ես խոսում, ուզում եմ հիվերի շենք էլի այդ բանը։ Այդ շյունը գայս ասում է Ջոն Սնոուին հանդիպ։ Ինքն բարաբանշիկ։ Ջոն Սնոու։ Էլ ինչ կա այդ հետ կապված։ Ոայ, բայց հետաքրքիր է։ Ինքը շատ լավ իրոք տենց լավն է, ոնց պատկերացնում ենք։ Մարդ է իրականում։ Ոչ մի թարախ բան չես տեսեի։ Թարախ չէ, շատ պրոֆեսիոնալ, շատ ռոյս նկարը տենց։ Մեր էդը նենց լավ մարդ է։ Հիշեք, էլի որտեղ ասում ես մեր էդը ոնց որ Էդոնա։ 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 Ես ասում եմ Էդոյի ծնունդը ինքն է։ Չերապտան։ Չէ, իրական շատ չեմ շփվել, այտենց միֆ է, լեգենդա, որ ես շատ մոտ կապեր ունեմ տենց Էդի հետ։ Չէ, ինքը ուղղակի շփվել ենք մի երկու անգամ։ Լավ են անցել համերգները, շատ հպարտ էի ես։ Բոլորս իրոք շատ հպարտ Այդ իրոք երևի այսքան ժամանակ ինչ որ եղել է, ամենատենց կարևոր իմ համար ամենամեծ նշանակությունը երևի դա ունի, էլի որ։ Այո։ Հաջորդ անգամ արդեն Էդին կկանչես քո համերգից առաջ։ Լավ։ Եվ հաջորդ կյանքում Ոչ։ կամ մի 25 տարի։ Ոչ, վստահ ենք, որ հենց այդպես լինելու է, բայց հիմա գուշակում ես ով ես դու։ Հիմա Լիլին չի պատժվելու։ Պատժվելու է։ Երկուսը պատժվելու։ Այո, բայց ես չեմ հաղթել, ի՞նչ եմ Հաղթեց պատժվում։ ինքը, բայց Ուղղակի տենց ուզեց։ Պատիժը մեր ձեռքում է իրականում։ աղջիկ թե տղա։ Չէ, Այո։ Այ։ Դե ամենավատը, որ ես խաղը խաղացել եմ ամբողջ կյանք եղբորս հետ, ու ամենաամուշ հարցը տվեցի ես իմ։ այսինքն բոլորից լավ գիտեիր ոնց են խաղում։ Աղջիկ եմ։ Չէ։ Հասկանեք իրա մասին է դա։ Չէ։ Ինչ ես ուզում։ Մեր բնակավարության երաժշտություն, չէ։ Ինչ ոչ։ Տղա ոչ մեր բնակավարից։ Ես անձամբ իրան ճանաչում եմ, դու էլ նույնպես։ Այո։ Այդ երկու հարց ես բանանում։ Այո։ Մենք անձամբ ճանաչում ենք իրան։ Այո։ Մեր բնակավարից չի, բայց տաղանդաշատ Իսկ եմ լարվել։ կրեատիվ մարդ է։ Այո։ Բայց մենք անձամբ ենք իրան ճանաչում, ինքը երաժիշտ չի։ Չուր կներես։ Ախեք ես չգիտեմ, չէ երաժիշտ մարդ, որ մենք երկուսով իմանանք։ Հայտնի է, տենց լավ։ Հա։ Այո։ Ախեք ես կրվեցի։ Մի հատ մնաց։ Չէ, 4։ Տղա է, երաժիշտ չի, մենք երկուսս էլ ճանաչում ենք իրան անձամբ։ Ոլորտը գտի։ Ոլորտի մասին հարցեր տուր։ Ես ասեցի դերաս։ Ասիր երգերաժշտություն, ասես ոչ։ Դերասան է։ Ոչ։ Ես հաստատ սպասիբա։ Քիչ ավելի խորքային մտածի, այսպես խորը։ Մենք իր այդ շատ ժամանակ ենք անցկացնում։ Խոմ են օր իրան։ Էդոն չի։ Էդոն։ Չէ, այս Էդոն էլ չի։ Ոչ ես Էդոնա, ոչ էլ են Էդոն։ Սերոգն էլ չի։ Եթե մենք անձամբ իրան ճանաչում ենք, ուրեմն ինքը հայ է։ Նենսի Պետշյունն էլ հայ էր, էլի մանում։ Սիով կարալ։ Երկու հարց, Ռոզ։ Կարամ թեթև հուշեմ։ Ոչ։ Կարաս հուշես եւ պատժվես դրա համար։ Գտա էլի ձևը։ Կուզես բան անեմ, տենց վերցնեմ այդ։ Հումորի հետ է կապված։ Ոչ։ Չէ։
Հիմա ես պետք է հարց տամ ու ասեմ ով է։ Կամ ես կարամ զոհաբերեմ ինձ ու հուշեմ քեզ։ Բայց չի թողում։ Չէ, մի հուշի։ Հումորի հետ չի կապված, դերասան չի, երաժիշտ չի, բայց տաղանդավոր է, կրեատիվ է։ Մի տարբերակ ունեմ ընդհանրապես, Բայց մի հատ է հարց ունես էլ։ բայց մի հատ էլ հարց կտամ։ Ինձ թվում է գուշակել ես։ Հա, ես գուշակել եմ։ Ես կարամ գնամ սենց վաբանկ all-in, կրվելնա։ Ասա։ Համոն եմ, Առաքելյան Համլետը։ Բայց Չէ, բայց մի հատ է հարց ունի, չկարա չէ։ ոլորտային շատ մոտ ես։ Վերջին։ Այսինքն շատ մոտ չես, ուղիղ մտել ես այդ ոլորտ։ Եղեք ես անձամբ ճանաչում եմ։ Բայց համոն շատ ոլորտներ ունի մի րոպե։ Այ, հələ լավ հարց եմ տալիս քեզ։ Մտնում պոետ է։ Դե TV մարդ է այս կարծում եմ, բայց ով կա որ ես TV մարդկանցից ճանաչում եմ։ Ոդկասթ ուրիշ պոետ դնենք։ Իսկ ինձ համին եք դնելու։ Հետո բայց լողանալուց մտածել էի էդի մասին, իրականի անկեղծ։ Եվրատեսիլի Չէ, արդեն դի գուշակ ես ով է։ Չէ, մի հատ հարց ունեի։ Չէ, չունես։ Չունես այդ հարցը։ Դավիթն է Ծերունյան, չէ։ Չէ, բայց մտածել էի Դավիթ Ծերունյանի նկարը դնեի, հանին այ։ Պարտվելից։ Եղեք նենց կտխրեմ։ Բարե։ Մեհերն է Բաղդասարյան եւ երկուսը դեր պատժվում։ Ինչ կապ ունի Մհերը Համլետի հետ երեխեք։ Հաղորդավորական։ Լրագրող են։ Ես համոյն պոետ գիտեմ։ Համլետը գիտես նաև հաղորդավար է, երկար տարիներ է աշխատում է Հանրային հեռուստաընկերությունում։ Հա, բայց երբ որ ասում ես տենց կրեատիվ բան, ես գնում եմ դեպի այդ ոլորտը, հասկանում ես, ես հասկանամ։ Հա, դե հուշեցի քեզ Հուշում էր ինքը քեզ։ Եկեք ասենք, որ Լիլինը շատ հեշտ է։ Շատ հեշտ էր։ Ital Solar ժամանակն է ստանալ ավելին։ Մի անակնկալ փուլ եմ պատրաստել ձեզ համար աղջիկներ։ Եվ մի անակնկալ հյուր այս պահին կբերի կիթառներ ստուդիո։ Ուղղակի արդեն ավանդույթ է ես եմ միշտ ռեկվիզիտները բերում թատրոնի բեմ, սա ձեր գիտարը։ Կարող ես չհեռանալ այս փուլը միասին անցկացնենք, ինչ կասես։ Չէ, ես ֆիլարմոնիկի ամերիկյան եմ երկի։ 5 րոպե է տևում երկի։ Լավ, Բայց ինչի Զեբաստյանը մի։ կարող օգնեմ։ Այո, Չէ, ինչի Հարած չգիտեմ։ այո, հենց դու կորոշես այն առաջին տողը։ Արի մի հատ իրական լարվենք, հա։ Մենք լարվենք, որ կարողանանք։ Չեք էլ ուզում իմանաք, հա, ինչ իմաստ։ Մենք արդեն պատրաստ ենք։ Ամեն գիտելքը։ Չի լարվեք։ Ամեն ինչ Իսկ արդեն լարված եմ եւ լարված։ Ես ու Համլետը վաղուց իրար հետ չենք եղել կադրում։ Իսկ աղա աթոռ բերեմ նստեմ։ Լավ, մի հատ։ Շատ ճիշտ տրամադրությամբ ենք լարվում։ Դե շարունակություն են ուղղակեք։ Հա, էլի դրանք։ Լավ, սպասի։ Դուք նվագելու եք, մենք երգ ենք երեխեք, այս փուլը տենց։ Հա։ Նես Լավ։ Այնքան չէ, այնքան պետք չէ։ Այնքան պետք չի։ Պրոստը որ ասեն ովքեր են ձեր երաժիշտները, ասենք Yellow Heart-ն ու Rosary։ Դուք դրա վրա առաջ։ Լարվեցիք։ Մի լարվեք։ Հիմա Համլետ Առաքելյան ձեզ տող է տալիս։ Այդ տողը միտքը շարունակելով դուք հորինում եք որպես հեղինակ կատարողներ շարունակությունը ու երգ է ծնվում այս պահին մեր տաղավարում հենց այնպես։ Կողո հենց այնպես։ Այս վարդակույն, հա։ Լուրջ։ Հա, չէ, կարելի է մի քիչ կատակոտ։ Okay, հայերեն։ Ինձ ատում են երև։ Ուզում եք անգլերեն։ Չէ։ Just like that։ No, thank you։ Ասա տողը։ Բայց ինչ ակորդ մի հատ լավ դու տողը մտածում ես։ Բասի մենք երկուսով պիտի Չէ, անենք։ դու քո տողը կերքես։ Ինքը կշարունակի նույն դրամաբանությամբ։ Մի տող դու, մի տող դու, մի տող դու, մի տող դու։ Չէ, բայց այդ այսինքն մենք պետք է մի հատ այդ ակորդները հասկանանք։ Հեսա մենք հասկանանք։ Մենք ինչ մենք ուղղակի հասկանում ես այս բանը։ Session անող աղջիկներ եք։ Մի բառներ եմ չելը։
Ասա, հա։ Ապրում եմ, որ քեզ սիրեմ։ Շուտ մարելա, չի ասել։ Բայց հետ արդեն կա այդ երգը։ Պրոստը։ Դա մալե ավարտում Դու դերակատար ես հիմա։ Չէ։ Օգտագործ վերջ։ Շատ լավ գիտի։ Արասատ կուրս է գիտես։ Լավ, արի ուրեմն հորինենք, որովհետև իրան գիտեն այդ երկու ու արդեն գնալու է այդ։ Հա։ Արի հենց այնպեսով, դու որպես պոետ, մի հատ առաջին տող հորինի, նենց որ հենց այնպեսն է լինի։ Հենց այնպես եկար իմ կյանք։ Բազան ժպտացից թվա արդեն գրեց ինչ-որ բար, հա։ Ես ուղղակի սարսափում եմ։ Ես մտած մի վարկանում այժմ։ Կանի Չէ, երկու։ բայց պետք է նոն-ստոպ շարունակեք, տենց շատ լուրջ մի բան։ Հենց այնպես ինչ։ Հենց այնպես դու եկար իմ կյանք։ Նայեք մինորա ուզվում։ Արդեն։ Կամ Հենց այնպես դու եկար իմ կյանք։ Խոսքի։ Ամենապուշ ակորդներն է աշխարհի, բայց դե Ոնց է։ Տիպը Даже կարելի է թողել դե։ Հələ ասա առաջինը։ Հենց այնպես դու եկար իմ կյանք։ Հենց այսպես Ես ասերտական։ Հենց այնպես ասա ուր գնա։ Իդեպս ինչ շատ հարմար տոն է, իրան շատ հարմար տոն Ատում եմ չես քեզ։ դու բան ես վերև ես։ Հա, սպասի։ Դավայ։ Հենց այնպես դու եկար իմ կյանք։ Հենց այնպես ես ասերտական։ Շարունակություն դե։ Կարաս արդեն քո երկից մեկը երկես տողը օգտագործել եք։ Տիպը անիապը։ Նեշի կարոտ։ Քեզ գնում ալի երկերը։ Եպը։ Ես ասեր տականքը ինչ կարա անի, հենց այնպես եկած քո կյանքը։ Ախր ես արդեն սիրո ալբոմներ եմ գրում, այդ տրամադրությունս ընկել է, բայց հեսա հետ կգա չմտածիկ։ Մի հատ ես ասեր տականքներին հիշի։ Հենց ուզես Ասա ուր գնա։ Հենց այնպես։ Նայ, ես ասեր տականքը շատ լավն է շարունակելու համար, էլի տենց խնդալու բառերով։ Մի ստոպ դուր։ Չէ, երեխեք մի քիչ բոցվեք, շատ լուրջ։ Ախր դու բերել ես ամենասենց բան լուրջ, Զենզիրը այս բանակներին վերել ես ասում ես բան, խնդրեցրեք մեզ։ Խնդրեցրեք մեզ։ Մի հատ բան կարամ պատմեմ։ Տխրեցնում ա։ Ես գնամ համերգեմ էլի հասարակություն։ Մենք ձեզ կսպասենք։ Այո, ես միշտ պատրաստ եմ ռեկվիզիտները բերել տանել այս բեմ։ Վայ, իսկ դու կարամ գիտարով պատմեմ, հա։ Պատմի, հա։ Ես չգիտեմ, տեսել ես դու այն վիդեոն, մի հատ հաղորդում կար, կանչում էին հայտնի ավելի մեծ ասակ ոնց որ մարդկանց ու ոնց որ մի հատ ջայլ սերունդ, մի հատ մեծերի սերունդ կանչում են ու դնում էին տարբեր երգեր ու կոմենտում են այդ մարդիկ, կանչել են Սպիտակցի Հայկոին։ Այդ հաղորդումը ես յուր չեմ, ես նայում եմ պրոստը Սպիտակցի Հայկոն ինչ որ մեկը չեմ հիշում։ Ու դրել են իմ դողա երգը, որը որ այն որ սենց շատ ուրիշ տեղ է, էլի։ Սենց դողա Չէ, սենց երգը։ Ցավից։ Սենց շատ տխուր երգ է դեպրեսիվ, սենց նայում եմ այդ հաղորդումը Սպիտակցի Հայկոն սենց նստած սենց Սենց ուրախ սկսեց սենց դեմքը սենց բան է, լսեց։ Հադե տեսակ շատ տխրեցնող էր, էլի, տխրեցնող երգ էր։ Բայց նենց հավեսով այնք հետ։ Այս չեմ կարող դենց ասել։ Նենց ամեղքս գալիս այդ բանին։ Սենց տխուր էլ ասում եմ շատ տխրեցնող երգ էր։ Բայց տխրեցրեց մի Մի հատ տեսակ։ հատուկ Սպիտակցի Հայկոյի համար տող գրի։ Խնդացնող։ Այս երգը ես երևի չեմ լսի։ Մի տեսակ ինձ տխրեցնող երգ էր էլի ինքը։ Խնդացնող։ Մի հատ երգ գրի, այդ մարդը ուրախանա։
Դե գիրում եմ արդեն նոր ուրախ երգեր ունեմ սիրո մասին, չէ՞։ Լավ, մի մոռացեք ինչի մասին է այս փուլը։ Հələ մենք խաղում ենք այս։ Հա դե մի հատ քարատող գոնե։ Հենց այնպես ասացիր, տականք։ արի գնանք ֆրանկ։ Տենց այդ ժանրի մեջ։ Հա, էլի, հա, այն որ դուք չեք գրի Դե այդ արի տողը, գնանք էլի ձեր երկրում։ ֆրանկ։ Հա, ֆրանկ Խաղացին կամել նորավանք։ Հենց այսպես դու եկարին կյան։ Հենց այսպես ես սրտական։ Ասեցի գնանք ֆրանկ։ Խաղացին կամել նորավանք։ Բանայս աղարծին որ Հա, լավ է։ նորավանք։ Հենց այնպես Հենց այնպես Հենց այնպես Հենց այնպես Давай մի հատ սկզբից Հենց այնպես դու եկարին կան Հենց այնպես ես ասերտական Ասեցիր գնանք ֆրանկ Աղարծին կամել նորավանք Հենց այնպես Հենց այնպես Եղեք ես լինեի մարդկանց փոխարեն ես էլ չէի լսի ինձ Բայց բայց չէ, կարող ֆրանկից հետո, չգիտեմ։ ֆրանկից է։ Ես բայց կարեք։ ես Մենք ինչքան սովոր ենք, մեր մտքով չի անցնում ինչ-որ տենց։ Հա, սենց մենք միշտ, ես օրինակ, ես որ գրում եմ, միշտ սենց եթե անգամ ուրախ տրամադրությամբ է սկսվում, հա, ես միշտ գրում եմ դեպի տխուր։ Օրինակ վարդագույնը տենց էր։ Մեր վարդագույն երգի առաջի տողը մենք գրել ենք երևի ժամ ու կես։ Արի մի հատ պրոստը Ամենադրամատիկ ժամ ու կես ինձ հիմա հեսա մենք քեզ կասենք ինքը երբ որ երգում է սենց տպարություն որ դու չես զգում էլ որ մի տող է բայց մի տող է ինքը իրականում մենք սենց մի տող երկար առաջին տողը, բայց շատ մնացինք կգա մի օր որ ինձ քեզնից ու ինձ քեզնից կգա մի օր ու ինձ քեզնից սև ու սպիտակ ժապավենից բացի էլ չի մնա ոչինչ էլ չի մնա ոչինչ Կգա մի օր ու ինձ քեզնից սև ու սպիտակ ժապավենից բացի էլ չի մնա ոչինչ ու մենք էս գրել ենք տենց են որ մի կես ժամ սեզ նստեցինք ասում ենք Լիլին ասում կոֆե կխմեմ ասում եմ հա ցես մենք կոֆե էինք խմում սնանում դու Նենց լուրջ ենք այդ puzzle-ը հավաքում, որ այդ տողը ստացվի երկար էլի։ Հետաքրքիր է։ Ուզում ասեմ մենք սովոր ենք տենց տեսնենք։ Երկար, սենց ինչ որ խորը, այս հարազատ դարձած պատերը շատ են լսել մեր փուչ խոստումներ, էլի ոնց որ սենցիկ։ Իսկ մենք գրում ենք, հետո ենք հասկանում ինչ ենք գրել, այդ կոնկրետ վարդագույնի առաջին տողը, տենց գրեցինք, ասում ենք, օ, օքեյ, դա այս սաղ բառերը, puzzle-ը հավաքվեց, հետո սենց կարդացինք, ասում ենք, օ, վաու։ Զգում եք այդ բանին, հետո ընկալում ու վայելում, մենք էլ ձեզ հետ։ Մի խոսքով չֆրֆրանք։ Շատ լավ հիթ ծնվեց տականք եսասերների եւ ֆրֆրացող եկեղեցի գնացողի մասին։ Մարդկանց մասին է։ Իսկ հիմա պատժվում եք, արագ գիտարները դնեք մի կողմ։ Իսկ մի հատ կարամ ես գնայեմ դու կոնտակտը ունես ոնց որ։ Էդի համար չունեմ կյանքս, իրոք։ Բայց կարենք զանգենք համոյին, ասենք միկրոֆոնը հետը տարար։ Որ նենց կներվի, նենց կներվեն նա։ Տարավ է հետը։ Վրեժի չէ թողել է, բայց կարաս զանգես էդ ասես։ Բայց կնի ես։ Որ դու զանգես չի հավատա։ Ծերունյանին իսմա պիտի զանգես։ Հա, Ծերունյանին։ Okay։ Չէ։ Okay, Ծերունյանը լավ է, Ծերունյանին զանգի։ Ամեն sense այսպես ինտրիգային կլինի ինձ թվում է։ Ինչ կարող է ասես տիպը դավով այս տարի Եվրոպեսիլ ուզում եմ ես գնամ նորից։ Հա, շատ հերվից կգաս որ տիպը եկել եմ Երևան, մնացել եմ, շատ էի կարոտել, սոժես ուզում եմ հայերեն, ինչ չգիտեմ, անկապ դες բաներ խոսած։ Հա։ Չէ լավ հայերեն մեկա չի Եվրոպեսիլում ասա։ Կապ չունի հայերենը, կարող է ես գնամ։ Լավ է եղեք։ Շատ կուրախանա ինձ թվում։ Մի վարկ։ Չխնդաց։ Խնդացիր Չի վերցնելու։ ավելի վատ ենք անում։ Ալո։
Լավ, պրիվետ, ինչ կա։ Հեչ կյանքս դու ասա։ Անկապ, լիսի հոթելում եմ, տենց այսօր սաղոր նստած։ Ինչ աղը։ Ասում եմ հոթելում նստած եմ, այսօր սաղոր տենց մտածում էի կյանքի մասին և այլն։ Ոնց որ միշտ։ Կարանք մի հատ այսօր կամ վաղը հանդիպենք, ես նենց ուզում եմ քեզ մի բան ասեմ, որ դու կգժվես ինձ թվում է միտեղ նստի, եթե կանգնած ես, բայց լուրջ մտածում եմ, որ կարող է ամեն դեպքում ճիշտ է, որ մյուս տարի կամ նույնևի մյուս տարի չէ, բայց այն մյուս տարի կարող է նորից ոնց որ ես գնամ։ Հեսա կարող անգնեմ կանք ինչ-որ միտեղից հապատկա բռնեմ աչքիս։ Հա, տենց մտածում եմ, որ եթե հանկարծ տենց վատ գնա ամեն ինչ, ասում եմ կարող է ես մյուս տարի գնամ Եվրատեսիլ նորից մի քիչ տենց պետք է։ Ես մեկ բան եմ, հանդիպման եմ վերջ ասեմ, մեկ քեզ զանգեմ, ջոկեմ կամ այսօր տենանք իրար կամ վաղը։ Ասում այսօր դու որտե՞ս բնում հիմա։ Բայց օքեյ ես դու ուզում եմ հասկանամ ես շարունակեմ տենց տառապել այդ մտքով թե Ես մոտ ուզում եմ խոտ ռեալ խոսամ, հասկանամ խես դու այդ մտքին եկել, ես չեմ ուզում հեռախոսով խոսանքեմ։ Կյանքս, բայց չէ, նենց մի տեսակ վատ եմ զգում, որտեվ ինչ որ չես ասում մի անգամից, հա։ Որտեվ որ քեզ անկեղծ ասեմ, չգիտեմ, դա քեզ պետք է իրականում։ Դու գնաս նորից էլի, օրինակ որ ինձ դու ասես ոնց ես այդ մտքին եկել, կասեմ, տիպա օրինակ հատ է, դու գիտես ես շատ straightforward եմ կյանքում, շատ sense բան եմ էլի, rational եմ sense հարցերում, օրինակ ոնց ես եկել այդ մտքին այդ եմ ուզում մեջ ջոկեմ։ Ասա ձեզ է պետք է։ Կյանքս բոլորը մենակ երջանիկ կլեն, որ դու դա անես էլի, բայց դու պետք է ես քեզ դա ցավալի։ Լավ է, պատասխանում։ Կյանքս շատ ռանդոմ էր իրականում, սենց մի քիչ խառը մտքեր ունեմ, բայց սենց նենց եմ ուզում գնամ, չես պատկերացնի։ Դաժե չեմ էլ մտածում ինչ ինձ դա պետք է, թե չէ։ Պրոստը ուզում եմ գնամ։ Բայց երբ մտածենք, ասի այդ երկով եմ ուզում գնամ։ Տանցեմ, Երկի։ Դավ, բայց ես մի հատ կարամ քեզ երգեմ։ Մի հատ բան եմ գրել, կարամ երգեմ։ 20 վայրկյան է։ Ուզում հասկանամ Կյանք 20 վայրկյան է, խնդրում եմ էլի։ Կյանքս ինչ հաղորդում ձեռ ես առնում հոթելում նստած եմ ասում եմ դու օքեյ ես նրա այդ որ ես եկել եմ այդ կարծիքին որ ես ուզում եմ նորից գնամ Եվրատեսիլ դու ասում ես հաղորդում։ Մի հատ ինձ ասա դու մենակ ես գնում թե դու հետով ես գնալու։ Կյանքս ձեռ ես առնում դա։ Չէ, դու չեմ հարցում։ Ինչ դու այդ։ Չգիտեմ, մտածում եմ։ Չէ, կյանքս մի հատ խնդրում եմ էլի, այս խնդրում եմ էլի մի հատ լսի։ Հենց այնպես դու եկար իմ կյանք, հենց այնպես ես ասել տականք։ Ասում եմ էլի դու հետով ընտիր կստացվի կյանք պետք է։ Իսկ յոյով եք թե դու հետով եք պետք ու մանեն։ Կարծում ես իմ մոտ կստացվի դա։ Մանեի համար են երկը գրում։ Չենք մանեն։ Հասկացա, մանեն մենակով է ուզում գնա որ դու դեռ չկաս։ Ինձ որոշեցին ինձ հանեն խմբից։ Գժվում եմ։ Պիտի դեմից ես հասկանայի ժողով, ես ես մեկ։ Ողջույն Դավիթ։ Ուզում ես գրած քեզ դա պետք է նորից գնամ։ Ամեն դեպքում դու լավ ընկեր ես Դավ։ Ես դա հասկացա որ դու լավ ընկեր ես։ Միշտ։ Իսկ ում է պես մանե էմոցիոր։ Լիլի։ Հասկացա դե բարևի ջան Լիլի։ Ողջույն։ Մենք ենք քեզ բարևում, բայց օրինակ Լիլին կարա գնա Եվրատեսիլ մյուս տարի։ Լիլին կարա միանշանակ գնա, Լիլին այդ նույն հարցը չեմ տա, բայց չէ։ Դավ հեսա ես քեզ կզանգեմ այս նույն հարցը։ Դավս կարամ, այս ամեն ինչը նրա համար էր, որ ես քո համարը փոխանցեմ Լիլիին այդ հարցով էլի։ Իսկ Լիլին իմ համարը ունի, բայց կարաս փոխանցես։ Ես բան պատժվում եմ, հետո ես եմ զանգում։ Դա կյանքս օքեյ։ Պակա դա։ Պատժվում։ Ապրի դավոն։ Վայ, խնդալու եմ, բայց լավն է։ Լավ ընկեր է, կարող է։ Շատ լավ լավ զանգել։ Բայց ի՞նչ լավ խաղացիր, ես այդքան չեմ կարող, ես Զարային իմ ամենամոտ ընկերուհուն
այն ժամանակ, երբ որ ես չէի կարում տեսնեի օպերացիայից հետո, համոզել եմ, որ 3 շաբաթ առաջ։ Հա, ես համոզել եմ, որ մի հատ երգ կա, շոքա, տարա, շոքա, ինչ որ տենց ոչ իմ ոճի երգ է։ Ունքը ռեալ, որ այդ երգը ես եմ գրել, ուղղակի ոչ մեկին չեմ ասել, տենց գումարի դիմաց։ Մերը։ Հավատացել է։ Ինքը հավատում էր ու ինքը սենց ոնց որ եղբայրս էլ էր այդտեղ, ինքը սկսում է խնդալ, ասում է, չէ, ինչ ես խոսում բանმა, ինքը չի հավատում, ու Զարան ոչ միայն ասում է, հա, դու ճիշտ ես, տենց բան չի կարա լինի, ինքը ասում է, բայց ինչի։ Ինչի՞ ասում չի կարա լինի։ Այստենց համոզել էի, որ $30,000 դիմաց ես գրել եմ այդ շոքա, մամա ջան, շատ շոքա։ Չեմ լսել այդ երկը ինչ լավ է։ Խնդրում եմ կտրել։ Լիլ, արի ազնիվ լինենք, դու չզանգես ոչ մեկի, որովհետև դու գուշակեցիր։ Դե զանգես։ Ուրեմն մի բան ասեմ, ես իմ կողմը տվեցի Լիլիին։ Հա։ Այսինքն գեշ եմ այսքան ժամանակ։ Բայց դա օքեյ է։ Դու միշտ սիրուն ես։ Ես դա հենց այդ բանը լսել համար ասեցի, մերսի Լիլիս։ Ես էլ եմ միանում։ Սուրճը առա Լիլիի համար առավոտը։ Ուրա։ Խմել ես։ Ու ինքը չի պատժվում ու ասեմ ավելին իրան տվել էին Ed Sheeran, որը որ ինձ տենում է, բարևելու փոխարեն ասում է Ed Sheeran-ի համարը տուն։ Լավ, դե դրա համար պատժում ենք ուրեմն։ Դու էլ մեծ էր պետք։ Ինչ անում Լիլին։ Տեսի, ես բայց խափելուց գիտես, ես մի քիչ եմ կարող։ Պայքարին ես զանգում քո հարված օրթին։ Կակրոս հենց նոր գրել էր Արթունը։ Հա։ Բայց ինքը Նյու Յորքում է, կստати։ Լավ, բարերեխեն բա։ Բարերեխեն։ Բարերեխեն զարթնի։ Հա ոչինչ։ Դրանց պետք է։ Շատ դաշան եմ էլի։ Նյու Յորքում է պայքարը։ Մի գրի որ հեսա զանգելու ենք։ Ինչ ասում պայքարի։ Ասում դոլա վարասկայում պիտի երկենք մեր մյուս համերգին։ Նայ կարամ ասեմ, որ տիպի ես այնտես մեկ-մեկ ասում եմ, որ սենց բան կա, բայց անենք թե չանենք։ Ասա հարցանիք կա, ուզել են մի սետ, որ մենք նվագենք երկենք, բայց վերջում ուզում են դոլա վարասկայում լինի։ Բայց դոլա վարասկայում չի հավատա պայքարը։ Կարող ասեմ սարերով ձորերով պիտի երկենք։ Հա։ Կարծում եմ այո։ Ու երկի մի հատ։ Սարերով, ձորերով։ Լսի զանգի ասա շատ абսուրդ բան են ուզել։ Բայց ասա շատ լավ ոնց որ քո տոմսը առնում եմ բիզնես կլասով գալիս ես։ Ասա այնքան փող են խոստացել, որ ասեն կարամ բիզնես կլասով քեզ հասցնեմ Հայաստան։ Ասա Արկադի Դոմիգյանի ֆանատներն են։ Հա։ Աս երկուսն էլ ինքա չէ երգում։ Ասա կամ էս են ուզել, կամ են մյուսը, որ հիմա ասա կարանք տենց արի միասին քննարկենք որը։ Տենց ավելի կհավատա, էլի, քան համել փաստի առաջ կկանգնացնենք, որ չի։ Չէ, ես ավելի։ Հա։ Կարնես, հարմարա, ինչ կա։ Տեսա գրել ես Ջորգեցի Արթունես։ Հա, զոսա։ Ինչ ես անում ոնց ես։ Ու խորը ռավոտիացնա, ոզատ հարազատներ։ Տեսնեն են կանեմ, դրային էլ եք մի խոսքով։ Դու ասա դելավլա։ Ես շատ խորն եմ, ես քանի օր չեմ հասցնում խոսամ եւ update անեմ, բայց մտքինդ ասալա հենց մի հետո կխոսենք ուրեմն։ Բայց հիմա ամենակարևորը կա այդ մնացած հետո կպատմեմ։ Լսի այսօր զանգել են Կարենին ինչ-որ տենց ռանդոմ առաջարկ է եկել հարսանիքի։ Կարենի, հա։ Okay, որտե՞։ Որտեն չգիտեմ, բայց հարսանի ինչ-որ ես ինչ անուն ասացա, չգիտեմ։ Տոլիտ վիններ ինչներ չգիտեմ, ինչ-որ թանկանոց հարսանիք։ Չէ, նկատում Հայաստան թե բան։ Հայաստան։ Okay, okay։ Ինչ որ մեծ հարսանիք է։ 20 րոպեանոց սեթ են ուզել, այդ մեր տենց հայտնի երգերով բան իման։ Okay։ Ահա որ մեծ թիվ են առաջարկել, տենց են որ տենց շատ, տենց որ կարամ, չգիտեմ, քեզ ու Սիմեին բիզնես կլասով բերեմ, սենց ասեմ։ Հա։ Բայց բանը ինչ որ Արկադի Դոմիգյանի ֆանատներն են, տենց այդ կրուգը, ոնց որ Արկադին էլ այդ օրը լինելու, մեզ էլ են կանչել ու ուզել են որ չգիտեմ դաժե ոնց ասեմ, քեզ սենց ասեմ։ Այն որ միշտ վախում ենք այդ օրը եկավ էլի։ Ասել են որ պետքա բան անենք, եթե Չէ, ասել են վերջում պետքա կամ սարերով ձորերով է տիպը երգեք, կամ մոյ բրատը, այդ երկուսից մեկը։ Սեթի վերջում։ Բայց ահա որ այն որ սենց մեծ թիվ, տիպը նվեր են ուզում անեն, Yellow Heart-ի կողմից այդ երգերը տենց կատարմամբ տիպը։ Արկադին։
Ինչ։ Ոնց նորից ասում եմ, Նա արկադին էլ ատեղ լինելու, ուզում են Yellow Heart-ի կողմից նվերը միջողում ես, ոնց որ տես տիպը իր երկերը cover արած, կամ Moibrate կամ Սարով Ձորերովը, մեր սեթի վերջում։ Ինքը cover։ Ուի, հա։ Cover-ն է ոնց որ այդ հարսանիքի ճոգի։ Օր, հա, հա։ Այդ երբավանա։ Ոնց որ ծմերվա սկիզբ չէր։ Չեմ կոնկրետ չեմ հիշում ինչ ասաց։ Անկեղծ ասած ծմերվա կոմեր։ Okay. Հետո։ Եսի։ Բա ինչ պետք է անենք։ Ինչ ասեմ։ Նախ որը արժի անել, երկրորդ արժի չէ։ Այսինքն արժի, որտեվ լուրջ եմ ասում։ Շատ կասկածելի ինչ որ բաներ էլի։ Մեծ։ Դե դες բանում ես նայեմ մոյ բրատա, դե ծիրաբանն է, որտեղ ծոր հիթա մխ։ Բայց ռուսերեն ո՞նց եմ երգելու։ Օրա հետո ես լավ ասում, բայց նա հենց սաղի մասը կարող է։ Ասենք դու բիթը ո՞նց ես պատկերացնում, ո՞նց պետք է լինի։ Սաղ սիրուն 6-8 են, թե մեր ձևով պետք է սակվի։ 6-8 են ուզել։ Օրո։ Ո՞դե իրանց, այդ երկը լսել ես։ Կրկնակն եմ հիշում մենակ։ Բայց Սարով Զորերովը հիշում եմ, եթե պետք է։ Հա։ Вообще օքեյ ես դու։ Ես մտածում եմ։ Սենց ասեմ, որը հակովը տայտել վերցրա։ Լեսի դե ժանրային չի բռնում պրոստը, թե չունես ինչ որ տենց պահկա։ Սեթի մեջ չի բռնի вообще, էլի։ Вообще չի բռնելու, ոնց է սարքես չի բռնելու, даже լոֆայ անես չի բռնելու։ Նայ, ինչ ես առաջարկում։ Ես առաջարկում նախ եւ առաջ ոչ թե իրապես սարքվի, որովհետեւ իրապես չեն կարող նախընչացնենք, անհնար պրոստը իրապես սախտերով, բուրցախ տողիշներ, էլի։ Հա բայց դու արդեն բայց կգաս դու։ Նվագումներ են դες որպես նվագացնող, պարային նվագացնողներ։ Լեսի կգաս հարսանիքին, բայց։ Doesn't matter. Ոնց ուզում անես, այդ ձեր երաշտությունը դες прям դες պարասնող։ Հիշեցի, որ Սոչիում անում։ Օրա չէ, ոնց որ Հայաստան, գիտես։ Դες որ սարքին հաստատ ինքը բանիքի նման վերը նախ դες շուռ։ Կնարկում ոնց է պատկերը։ Կոֆիկտես ճոշ կնայվի նանդի թե դե լեգնելու, հա։ Ասա հələ երկու ոնց է։ Ինձ մատուցես, որ ինքը մատես որ ասի, «Օրոյսի սուկա ռեալականությունն է կոնկրետ դատը»։ Լեսի բայց ես չգիտեմ, ես մտել եմ մտածում եմ, ես չգիտեմ ոնց պետք է արվի։ Вообще դու պատկերացնում ես։ Բայց չեմ էլ հիշում Հայաստան ասես, թե Սոչի ասեց, դա չեմ հիշում, գիտես չէ։ Չեմ տեսնում։ Ոյ քորա, օքեյ։ Էլա դեք խոսանք։ Ես նենց զանգեց, կես ինֆորմացիա ջնջվել է։ Նայ, դες մի Չել դες դու չգիտեմ, ինձ օրինակ բանը որպես something Լեսի վերջում էլ ասիմ թե Արկադիի հետ դուետ անեք, էդ էլ նկարում ենք գցենք YouTube ոբշի քո։ Any status Լեսի մեկ էլ ասիմ բարաբանշիկը պիտի կախոնով նվագի։ What? Այդ երկը, թե սա հարսանիքը։ Սա հարսանիքը։ Մեկ է ցանկալի է դաշնամուր էլ կողքից կարենա նվագի։ Ավատո։ Այդ դաշնամուրը նվագեն, բայց կախոնը չդզվեց։ Կախոնը վերջի ասած։ Մեկ էլ ասին բարաբանշիկի պիտի փոխես, իրան չենք ուզում։ Ֆու, այդ արդեն вообще, դու մի կանի բարաբանշիկի կասես նա, վերտալը շոֆեր տղա։ Հիմա ինչ ասեմ ասել։ Աս դե նա ես բանա որտես եթե եկնա, սախ տորմուզ է եկնա, մենք։ Լեսի ասում են Ռոզան է պիտի մեր հետ լինի, բայց այդ օրը։ Ո՞չ է ինչ սարեն արա։ Իսակա։ Չգիտեմ, Ռոզային է Ամերիկայից են բերում, ոբշում ասում են պիտի երկեք այդ երկը ձև չունեք։ Ինչ ես բռնել։ Կարաս կամ ասած։ Ոզի չգիտեմ, ինչ ես բռնել։ Ռոզան ասել է, որ ավել լավ է մոյ բրատը երթեն։ Լեսի Ռոզան ասել է ավել լավ է մոյ բրատը անենք, բայց քան այն մյուսը։ Ռոզան արդեն դիժի մեջ դրությունն էլ կատարեմ։ Դե նենց թիվն ասել ես չգիտեմ։ Ոնց TV-ը մի կողմ հարց։ Սենց ասեմ Ռոզան էլ այդ օրը ամուսնանում է, որոշեցինք, տենց ասեցին, որ տենց պետք է լինի, ասենք օքեյ։ Չէ, թողնանաշ։ Բայկը Ոզի չգիտեմ, короче, այս թեման, короче, դեցա պետք անել, որ այս պրոստը նորմալ է։ Կարակ նորմալ է, թե պետք է պարտադիր ինչ-որ այսպես բանը կսած է։ Ասա ոնց դու չգիտեմ։ ոնց Ռոզանա հարցը։ Լեսի Ռոզանը հարցը չգիտեիր, չասեցի դեմից։ Չէ, դու չասի, բայց արդեն this sounds like a bullshit։ Ազիս հաղորդման հյուր եմ։ Ինչ։ Հաղորդման հյուր եմ, բայկ։ Ոյ քոռ։
Վատ բառեր հետ կկտրենք։ Ռոզայի հետ հյուր եմ, բարևում է Ռոզան։ Ես Մանեն է։ Հենց այնպեսի հյուր ենք, այն որ գլխից սարքում են, բամտի զանգես, ինչ որ բաներ խոսաս, անես։ Ռոզան էլ քեզ ընտրեց։ Հա? Քեզ ընտրեցին, որ քեզ զանգեմ, էլի։ Բայց կարևորը որ դու միշտ խնդրին լուծում ես տալիս, այդ ամենակարևոր բանն է այս կյանքում։ Լավ ընկերներ։ Որը դե լավ է, դե հարց չկա։ Մի հատ չասեցիր լավ, չէ, սորի։ բայց ունի։ Չէ, դες կարող դες մի պարտեներ չափ է անցնում, ասի կարող լալա մի յոպ է։ Ռոզայի ամուսնանալու պահն է, չէ։ Կախոնը պրոբլեմ, Ռոզայի ամուսնանալը, օքեյ։ Չէ, ինքը օքեյ է, որ այդ ամեն ինչը լի հենց Լավ, ազես գրկում եմ, մենք շարունակենք նկարվել։ Ճավատ է, ոչ մից է, ճավատ։ Շատ լավն էր, ապրեք։ Պայքս։ Բայքին միշտ ինչ ուզում է ասես, ինքը լուծում է, ինչ որ գտնում է։ Հավատում է, իմ բանազոր չի, հա։ Որտեղից սկսեց դու։ Հենց մեր տան ներքևի հայաթից։ Չէ, դու զգացիր ինքը ամեն ինչին օքեյ էր, բայց Ռոզան որ հարցներ արդեն էլ մի րոպե էր։ Okay։ Մերսի որ եկաք, չմոռանանք խնդրել, որ բաժանորդագրվեն ու բաց չթողնեն մեր նոր հենց այնպեսները։ Լիլի, Ես, երեխեք։ Ես։ կգնայիր էլի Եվրատեսիլ։ Պարկ թե Ռոզալին։ Պարգը գնայի, մենք մի քիչ պլաններ ունենք։ Ահա, Ես նրանց կարամ եմ ջուր խմեմ նոր դու ինձ հարցեր տաս։ Խմի Վալիրան գայլ խմի։ Դե որ անուններ չասեցիր, ես հիմա կստանամ իմ պատասխանները։ Դնում դիսլայք դնեմ ես։ Մի օքի ու ես եմ։ Մի այդ վատ կոմենտները մենք գրենք։ Ում կընտրես։ Բիոնսե թե Արտաշ Ասատրյան։ Այդքան ռանդոմ է։ Բիոնսե թե Արտաշ Ասատրյան։ Լուրջ մտածում ես։ Ես երկուսն է վախենալու է, Բիոնսեն իրա վախերում։ Սա Բիոնսեի վախերը կարելի է ամեն դեպքում ռիսկի գնալ։ Շատ լավ, Գիտեմ մտածում ես իրոք։ Չէ, շինոզի պահն էր մտքումս, պրոստը անունը չի կարելի տալ, մտքետ վախը մտավ էլի մեջ։ Լավ, ամեն դեպքում եկեք շնորհակալություն հայտնենք Բիոնսեի։ Հաստատ, ամեն դեպքում։ Այստեղ ենք ասում։ Լավ, սկսենք Արտաշ Ասատրյանից։ Արտաշ Լուրջ էր այդ։ Բայց փոխվեց այս նոր ամեն։ Արտաշ Ասատրյան թե Մարտին Մկրտչյան։ Չէ, լուրջ ես դու հիմա։ Որոշ թե Զեստեն Գուստո։ Որոշ թե իր տղան։ Իհարկե անում, սպասի, ես Չգիտես ինձ։ Ինչ էլ որ տամ քեզ ուտելու ես։ Չէ։ Փակնված գովազդ եմ անում երբ։ Ես բաժար կարեց զգացի։ Մի հուշեք, համո չհուշեք։ Let's go best. Ապուշ մի կյանք, ես կապրենք, դու մենակ։ Շուգեմ ժանտապ։ Հա, կարա լինի, հենց կոպպես, մի ապուշ կյանք, ես կապրեմ, եթե դու մնաս շատ լավ է։ Բայց ես չէ հպարտ։ Ինչին։ Չէ, ավելի, մեզ մի քիչ ժամանակ տվեք, էլի մենք Գալիս ենք։ Մանյակը կարաս վերջում ավելացնել։ Այ մանյակ։ Հա, կարա։ Թանկարժեք, Թանկարժեք մանյակ։ մանյակ։ Ճիշտ է։ Ինչ որ։